Ողջույն բարեկամներ, միջև կանցնեմ հիմնական նորություններին, օրվա առօրյա, այսօր իսկ դրանք շատ են, ես ուզում եմ հարցումը սկսել այսպիսի մի իրադարձությունով, որ այսօր կատարվել է Երևանում Կասկադում, խնդրեմ։ Ես չգիտեմ ովքեր են կազմակերպիչները, բայց շնորհակալություն եմ հայտնում, շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում, ես չգիտեմ դուք արդյոք գիտակցել եք, թե ինչ մեծ մասշտաբի և կարևորության գործ է արել, կարևորության և քաղաքական իմաստով, և ինքնաճանաչման իմաստով, և ազգապահպանության իմաստով, այսպիսի միջոցառումները, այսպիսի ակցիաները չափազանց կարևոր են մեր համար, չափազանց կարևոր, որովհետև թշնամին լծված է այլ գործին, թշնամին տեսեք ինչ է անում, հիմա են ուսանողներին, Ստանիսլավսկու թատրոնի դահլիճում հավաքել են ուսանողների, որպեսզի Աննա Հակոբյանը, պատկերացնեք Աննա Հակոբյանը, բացատրի, որ երբեք չի եղել 21-րդ դար, երբ չենք եղել մենք, մոտավորապես այս մինչև հիմար վերնագիր, հիմար թեմաներ, այսինքն այդքան էլ հիմար չի, սրանց նպատակը հենց ի սկզբանե ինչ եկել են իշխանության, նվաստացնել ու ոչնչացնել ամեն ինչ, այն ինչ որ կապված է մեր ձեռքբերումների, մեր արժեքների, հիշում եք սրա առաջի թեմաները, որ մեր երեխաները զոհվեցին, հանուն ոչինչի, որ Մեհրիբանի հետ իր երազանքն Շուշիում թեյ խմելը, բայց Մեհրիբանը տենց էլ չկանչեց իրան, Շուշի, որ թեյ խմի, ինչ անում էս տիկինը, մեկը, որի ամուսինը հայտարարեց, որպեսզի արդարացնի իրենց հանցագործություններն ու տապալումները, հայտարարեց, որ իրենք տգետ են ուղղակի, հիմա այս տգետը դուրս է եկել, հայտարարել է, որ կրթությունը նորաձև է, առանց հասկանալու, որ չի կարող կրթությունը նորաձև լինի, բանական մարդու համար այս տիկնոջը փոխանցեք, ուրեմն ասած, բանական մարդու համար, ինտելեկտուալ մարդու համար կրթությունը չի կարող նորաձև լինել, կրթությունը գիտեք ինչ է, կրթությունը ոնց որ առավոտ արթնանա մարդ մտածի ինքը, լվացվի թե չլվացվի, տղամարդը սափրվի թե չսափրվի, կինը ասենք շպալվի, մազերը սարքի, կարգի բերի թե չբերի, կրթությունը ինտելեկտուալ մարդու համար դա սնունդ է, մարդ չի կարող մտածի, ջուր խմի կամ հաց ուտի թե ոչ, ինտելեկտուալ մարդու համար կրթությունը սնունդ է, կրթությունը ապրելակերպ է, դա երբեք չի դադարում, անկախ նայած որ տարիքում ես, ինչ մասնագիտության մեջ ես, կրթությունը դա non-stop process է և չի կարող դա մոդայիկ լինել, քանի որ ստագետները չգիտեն դրա մասին, որովհետև կրթությունը իրանց համար եղել է մի հատ հեռու անհասանալի մի բան, որի մասին լսել են հեռուստացույցով, որոշել են, որ իրանք կարող են մոդայիկ կրթության մասին խոսել, ինչ է անում սույն տիկինը, ես այստեղ ուզում եմ կանգնել մի քիչ, մենք չենք եղել 21-րդ դար, մենք չկանք, մենք 21-րդ դարում չենք եղել, այս լեզվամտածելակերպը, այս ոնց ասեմ, սխալ, կործանարար մեսիջները, երբ որ 10 անգամ կրկնում ես, մեկին համար դառնում է նորմալ, սրանց ամբողջ նպատակն է, ամբողջ նպատակը, սրանց այս մետաստազների համոզել հայկական հայերիս բոլորիս, որ մենք այս կյանքում պատահական անցորդներ ենք, մենք պատահական անցորդներ ենք, իրանք են հայտնաբերել կրթությունը, այ հենց հիմա պետք է կրթվենք, մենք եղել ենք անկիրթ, մենք ոչ մի բան չենք եղել, մենք ընդհանրապես չենք եղել, այ հիմա փորձենք ինչ-որ մի բան ստանանք, այսինքն այն, ինչ-որ թուրքերը երազում են ապացուցել մեզ, որ մենք ոչ մի բան ենք, ոչ մի տեղից եկած ենք, ընդամենը բակտերիա, գիտեք, չի ասենք, սունկն էլ է բակտերիա, սունկն էլ կարա տարբեր տեղեր աճի, պատահական, մոտարապես նման մի բան, ու սա նորմալ պրոցես չի, ես այսօր հիշել եմ, որ
Երկար ժամանակ թուրքերը իմանալով հանդերձ կոտորածի ժամանակ շատերը փախան Եվրոպա եւ ոչ միայն Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ռուսաստան, բայց մեծ մասը փրկվեց ֆրանսիական նավերով հասավ Եվրոպա, մասնավորապես Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա այդ մասերում են եւ Հիտլերը ծրագիր ուներ, դեռ արդեն պարզ էր իր Mein Kampf-ից, հա, որը գրել էր 20-ական թվականներին։ 33 թվականին գալով իշխանության արդեն պարզ էր, որ նա իրականացնելու է իր Mein Kampf-ը, իր կյանքի երազանքը ոչնչացնել հրեական ռասան, թուրքական կառավարությունը մեծ փողեր էր ծախսում համոզելու համար Հիտլերին, որ հայերն էլ նույն հրեաներն են եւ դրանց պետք է նույն ձևի ոչնչացնել։ Պատկերացնում եք, ինքը մի բան որ չէր կարողացել ավարտին հասցնել, ուզում էր Հիտլերի ձեռով դա իրականացնել։ Մի խոսքով, Աննա Հակոբյանների նմաններին լցել էր ֆաշիստական Գերմանիայի տարբեր հաստատությունների մեջ, տարբեր մակարդակների վրա, կաշառքներով, համոզելով, կանանցով, մատակարարելով, մի խոսքով, ամեն ձևերով ու արդեն հասել են նրան, որ սկսել են լուրջ ընդունել, որ հրեաները եւ հայերը դրանք նույն ազգն են։ Դրա դեմ կարողացավ առնել մեծագույն դժվարության, բայց կանխել այդ կոտորածները Նժդեհը մենակ կարողացավ կոտրել այդ ամբողջ գաղափարախոսությունը, որ թուրքերը այն ժամանակվա Աննա Հակոբյանների ձեռքով կարողացել էին տարածել ամբողջ Եվրոպայում, մասնավորապես նացիստների մոտ, համոզել, որ հրեաներին հայերի հետ, ավելի ճիշտ հակառակը, հայերին հրեաների հետ պետք է կոտրել, որտեղ նրանք նույն բանն են։ Մինչդեռ Նժդեհը կարողացավ ապացուցել, որ հայերը արիական ծագում ունեն եւ հրեաների հետ ընդհանուր ոչինչ բան չունեն, չնայած նրանք են հին ժողովում, հա։ Ինչ որ է, սա չիրականացած երազանքն է թուրքերի, որը հիմա իրականացնում են իրենց ձեռքով։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ թուրքերի ամենածայրահեղ, այն ամենահայատյաց ճյուղի ղեկավարի հետ Աննա Հակոբյանը մի սիրուն նկար ունի սրճարանում նստած, հիմա ուղղակի չընկնեմ դա ման գալով եմ, երևի դուք բոլորդ հիշում եք, հա։ Բոլոր ինստրուկցիաները ստանում անդերից, ինչ պետք է անի։ Ես դրա համար այս կարգի միջոցառումները չափազանց կարևորում եմ, չափազանց, թող ոչ մեկ չթերագնահատի այս միջոցառումները, ոչ ոք թող չկարողանա մտածել, երբեք թող չմտածի, որ սրանք ավելորդ, ոչ մի բան չտվող, ոչ, սրանք կարևոր, սրանք պարտադիր, սրանք այն հակահարվածներն են, որ պետք է ստանան այս կրթությունից անտեղյակ, այս թշնամու գործիք, գործակալ, հայկական իրականությունը եւ չգիտեմ ոնց ասեմ, որ մի խոսքով մեր պատկերացումները մեր մասին քանդելու լծված այս մետաստազներին։ Ես իրանց հիմա էլ եմ ասում։ Դուք կարող եք փողեր ծախսել, ժամանակ ծախսել, ամեն ինչ անել, դուք չեք կարողանալու ապացուցել, ձեր չեք կարողանալու հասնել ոչ մի արդյունքի։ Բացարձակապես։ Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ այս միջոցառումը կազմակերպողներին։ Տեսեք, Մալի մասին խոսացինք, շնորհակալությունս այսը, հայտնեցի հիմա այս միջոցառման մասին եմ ուզում խոսել։ Ովքեր որ կազմակերպել են, ովքեր գրել են այս տեքստերը, ովքեր ուսանողներին տարել են այս տականքին լսելու, այս ազգակործան վիժվածքի այդ ճակերտավոր դասախոսությունները, մեկը որ խոստովանում է, որ ինքը տգետ է, մեկը որ 7 տարի ավիրել է երկիրը, սպանել է հազարավոր երեխեքին, ու սրա միջոցառմանը գնացող երեխեքի տանող ուսանողներին ուղարկող, աջակցող, սրանք բոլորը ինձ համար նույն թուրքն են։ Ինչքան էլ որ սա ուզում է կատեգորիկ հնչի, ինչքան էլ ուզում է կոպիտ հնչի, եթե հայ մարդը այնքան անուղեղ է, որ թուրքական ծրագրի համար գնում է, օգնում է, օգտակար գործ անում, հələ իր ուսանողներն էլ ուղարկում այնտեղ, նա ինձ համար թուրքից չի տարբերվում։ Հասկանալով անում, չհասկանալով անում, ես ուզում եմ այս կազմակերպողները, մասնակցողները հիմա նստած տեղները դողան, որ ես իրենց համատում եմ թուրքի հետ։ Դուք դավաճան եք, դուք սերունդ պղծող եք։ Դուք ձեր հարմարվողականության, ծառայելու պատրաստականության, ստրկական մտածելակերպով դուք թուրքի գործիք եք ուղղակի։ Դուք կարող եք նեղվեք, կարող եք ասել, չէ, կանելը տես չի, դες ճար չունեի, ես ինստիտուտում եմ աշխատում, ես պաշտոններ եմ արել, ինձ դա հետաքրքիր չի։ Բացարձակապես հետաքրքիր չի։ Դուք իրականացրել եք թուրքական երազանք։
Թուրքական ծրագիր, կոտրեք ձեր ձեռքը չիրականացնեք, կոտրեք ձեր ոտքը չգնայք այդ հանդիպման։ Ինձ համար դա ոչ մի ձևով արդարացում չի, որովհետև ձեր նմանների պատճառով հազարներ են սպանվել։ Այն նույն ձևի արդարացում են ունեցել, դե հրաման եմ կատարել, բա ես պետք է անեի, բա այն պետք է անեի։ Այս ամեն ինչը այդ արդարացումները բերում է կորուստների եւ կոտորածի։ Այնպես որ ոչ մի արդարացում չկա։ Սա երեկվա դեպքի մասին, այն որ ասեցի, որ այս հրեշը գիշերով գնացել էր Եռաբլուր ու այս ծնողները անեծքների կույտ էին թափել իր եւ իր օգնականի, որի երեխուն իրանք սպանել են, բայց որի օգնականը իրանց մոտ ծառա է, իրանց աշխատում է, որը իրանց օգնական է, ասենց ասեմ։ Ու այս հրեշը գիշերով հայտնվում է բանում Եռաբլուրում, որ այս մայրերը, նրանցից մեկը Նաիրա Մարգարյանն է, մի խոսքով, անեծքներ, լուտանքներ սրանց գլխին ու սրանք սկսում են սպառնալ։ Իրանք էլ այսօր հայտարարել են, Աննա Հակոբյան, չենք վախենում, մենք կորցրել ենք ամենաթանկը։ Այո, ես չեմ հասկանում, սրանց եկով էլի պետք է լիներ։ Ճիշտ է, ամենաթանկը կորցրածից մեկ իրան օգնական է հիմա, մյուսն էլ ազգային ժողովում նստած է, ընդդիմադիր ֆրակցիայից այդ Գերամ Նազարյան կոչվածը, բայց ոտերն է լվանում Նիկոլ Փաշինյանի եւ իր ամբողջ կուսակցությանը, ուրացել է երեխուն մահնել, ամեն ինչ է, բոլոր սրբությունները կան, չէ՞, որ ուրախ են, որ երեխան մեռավ, ինքը նստավ պաշտոնի։ Բայց կան նաև ծնողներ, որ ասում են, ոնց կարող ասում ես վախեցնել, մեր ամենաթանկ բանը փորձել ենք արդեն։ Նենց որ Աննա Հակոբյանն էր, դուք լավ իմացեք։ Դու ձեր ձեռը չի կարող հասնել ավելին, քան արդեն հասել է։ Դուք նշանակում եք ծնողներին էլ պետք է սպանեք, մտածեք դա ոնց եք անելու։ Դուք մտածեք, ես գիտեմ, որ դուք դա մտածում եք, ձեզ դասախոսություններն ու քարոզը ամեն ինչը դրան է ուղղված։ Ոչնչացնել, սպանել այն հայկականը, որ մնացել է թուրքերի կոկորտին, բայց չի լինելու։ Այսօր ես Նյու Յորքում ես միջոցառմանն էի, Նյու Յորքի կենտրոնում, Times Square-ում 110-ամյակի տարելիցի նվիրված միջոցառում էր, որը կազմակերպել էր հայկական համայնքը այնտեղ։ Ֆրենկ Փալոնեն է խոսում, այստեղ բազմաթիվ նկարներ կան, խնդրեմ Ֆրենկն է Փալոնը, այնտեղ էլ նաև մյուս կոնգրեսականը Շումերը, ես այստեղ կար, եթե նկատում եք նկարների մեջ, Արցախի եւ Հայաստանի դրոշները կողք կողքի, աչքդ լույս ճիվառներ, աչքներդ լույս լինի, փոքրիկ սենց բաներ պատրաստած, Ծիծեռնակաբերդի հուշահայրն Լիդիա այսենց մոդել, մարդիկ ծառիկներ էին դնում, ինչ որ է։ Now, when I talk about the genocide, I always remind myself that even with recognition of what happened in 1915, we have to be continually vigilant. Because as Senator Schumer said, what happened in Artsakh was essentially... Ինչ որ է։ Ասեմ, երկակերտ տպավորություններս ես հավաքից, ես անկեղծ պետք է լինեմ, այո, ինչքան ուզում եք ընդեղ Հայաստանում քարոզեք, որ մեկ չենք եղել 21-րդ դարում կամ 21-րդ դարը եղել է թե չի եղել, այդ հիմար թեմաները ձեզ հիմարավարի լսողներին ինչքան ուզում եք բացատրեք, բայց կա մի մեծ աշխարհ, որը կոչվում է հայկական աշխարհ, որ թքած ունեն դասախոսությունների վրա։ Նա գնում է իր ուղով ինչ տեսել է, ինչ մտածում է, ինչ զգում է եւ այլն եւ այլն։ Հիմա գանք ստեղ խոսենք առավելությունների եւ թերությունների մասին։ Ինչ է կատարվում հայկական սփյուռքում, որովհետեւ սա անընդհատ խոսում է սփյուռքը, քանի որ ինքը շատ բազմաշերտ է, ու ավանդական սփյուռքը ինքը շատ ստատիկ, շատ ավանդական է։ Շատ, ինքը ասենք, սենց, այսօր այս նորություններն էի լսում, զեկույցներն էի լսում, հիշեցեն հայտնի անեկդոտը, որ երկու աբանանցի շախմատ են խաղում, թագավորին ինֆարկտ է խփում։ Ես մի 3-4 ելույթ որ լսեցի, ես հայտնվել էի նույն վիճակի մեջ։ Լավ է, օգնության եկան բանը Ֆրենկ Փալոնը եւ Շումերը, երկու կոնգրեսական։ Եվ մի անգամից փոխվեց տրամադրությունը, ասեմ ինչու։ Ուրեմն տեսեք, հենց տպավորությունն է, որ հայկական համայնքը ինքը մնացել է 50-60-ական թվականների վրա։ Ուրեմն տեքստերը, շեշտադրումները, կարծես թե ամեն տարի նույն բանն են կարդում։ Ոնց որ անցած տարվանից այս տարի ոչինչ չի փոխվել։ Կարծես
Արցախյան պատերազմ չի եղել, ոչ ման չի եղել։ Նույն տեքստերը, որ լսում ես, ասում են շախմատի բանի թագավորի օրն ես ընկնում։ Եկան կոնգրեսականները։ Մի անգամ ես հասկացեց, երևաց, որ եկել են քաղաքական այրեր։ Հիմա ես կարևոր մեսիջներն եմ ասում։ Կարևոր։ Իրականացել Արցախում էթնիկ զտում ցեղասպանություն։ Ամերիկյան Միացյալ Նահանգները ճանաչել է եւ ճանաչում է հայոց ցեղասպանությունը եւ դա ասում է անբեկանելի է որքանով է շեշտվում է որ թուրքական լոբին աշխատի հակառակ պատկեր ստանալու համար։ Դա անբեկանելի իրականություն է։ Մյուս կարևոր բանը որ ինձ զարմացրեց որ ասում են ոչ թե պետքա լինի ուրիշ ձևակերպեմ, որ Հայաստանը պետքա ստանա Ամերիկայից ոչ միայն բարոյական օգնություն, այլ ուղիղ ռազմական օգնություն եւ Հայաստանի սահմաններում եվրոպական դիտորդների հետ պետքա լինեն անպայման նաեւ ամերիկյան դիտորդներ։ Եվ չգիտեմ հիմա դա իրաց ցանկությունն է թե այդ ուղղությամբ աշխատում են, ես չեմ կարող ասել, որովհետեւ այդ տեքստը ես մինչեւ անալիզ արեցի, ես բաց թողեցի մնացած տեքստը։ Բայց այս երկու կարևոր հանգամանքներն էր, ուզում եմ եւ անպայման վերադառնամ Արցախին, էթնիկ զտումներ եւ որ անպայման Արցախցին պետքա վերադառնա Արցախ։ Դա կլինի ՄԱԿ-ի խաղապահների ներքո, ամերիկյան խաղապահների ներքո, թե ինչ որ չգիտեմ, հավաքական խաղապահների բանի ներքո, անվտանգություն ապահովելու ներքո, բայց Արցախցին պետքա վերադառնա Արցախ։ Հիմա այս ամեն ինչը ասվեց, էլի վերադարձավ հայկական օրակարգ, էլի ես հասկացա, որ ես ավելի ճիշտ է իմ գնալը ստեղից կան, ասենք, իմ հետ ինչ որ մի բան չի պատահի։ Հասկացա, որ կարևոր բաներ ինչ որ կա, ես լսեցի։ Հիմա ես չգիտեմ, մի ժամ հետո էլ ինչ է այնտեղ կատարվել, ովքեր են ելույթ ունեցել։ Իսկ քաղաքական մասն է հետաքրքրում եւ արդյոք կար հանդիսատես նայող, գնայք հանդիսատես բառը երևի տեղին չի, մասնակիցներ, հա։ Արդյոք կային թե չկա։ Կա տեքստերը, կա Արցախի դրոշը, կա սենատորների խոսքը, կա այնպես որ էրատոներ ձեր ոչնչությունով, ձեր տգետ ուղղակի եթե ես լինեի հատուկ ծառայությունների աշխատող, ես կյանքում չի հավաքագրի, ասենք էրատոյի նման ոչնչության, հա, կամ Նիկոլի նման ոչնչությանը։ Այսինքն ինչ որ կար ժամանակաշրջանի համար, քանի որ դրանք պատրաստ են ամեն ինչի, հա, իրենք կարող է էֆեկտ են տալի, բայց նման ոչնչությունների երկար օգտագործելը տալիս է հակառակ էֆեկտ։ Հիմա այս ռուս-թուրքական գործակալները, այս բաները մնացել են սրանց գերին։ Դուք սրանց ինչքան օգտագործեք հիմա, այնքան հակառակ էֆեկտն է ստանալու։ Որովհետև ձեր այս բաները ագենտները արդեն հակառակ արդյունք են ցույց տալիս։ Արդեն իրանք ինչ խոսում են մարդիկ հակառակն են ուզում տենան, հակառակն են ուզում լսեն։ Իրանց ակածը ոչ հեղինակության, ոչ բարոյականության, ոչ մարդկային, ոչ մի նորմերով ընդունելի չի։ Դուք էլ գիտեք այս ստատիստիկաները, չէ՞։ Հա, դա զարմանում եմ, որ դրանց միջև հիմա օգտագործում են, չեն կարողանալու ոչ մի բան անել, ու լավ է որ չեն կարողանալու։ Հիմա անցնենք առաջ։ Այն աստիճանի ամեն ինչ ասել, որ նույնիսկ Արամ Աբրահամյանն է պարզ ասում սա ով է։ Դից հիմա հետաքրքիր կա։ Դուք կարող եք պատկերացնել, որ Իսրայելի վարչապետը դիմի ուղերձով իր ժողովրդին եւ ասի, եկեք մտածենք, գուցե հոլոկոստի համար կա հրեաների պատասխանատվությունը, գուցե նացիստները հիմքեր ունեին հրեաներին գազային խցիկներ ուղարկելու եւ նրանց սպանելու։ Այդպիսի բան հնարավոր չէ Իսրայելում, որովհետև ոչ մի քաղաքական գործիչ, մանավանդ ոչ մի վարչապետ այդպիսի բան չի կարող ասել։ Եվ պատճառն այն է, որ Իսրայելի հասարակությունը այդպիսի սրբապղծությունների, այդպիսի ստորությունների դեմ իմունիտետ ունի։ Երկու բառ կարևոր։ Այս ամբողջ ելույթը ես երկու բառեր համար սրբապղծություն։ Սրբապղծություն, մյուս բառը Մեր հասարակությունը իմունիտետ չունի եւ Փաշինյանի իշխանության քարոզչությունը հենց դա է, որ ցեղասպանության համար կա նաեւ հայերի պատասխանատվությունը, որովհետեւ նրանք հավատարիմ չմնացին Օսմանյան կայսրությանը, այդ կայսրության հայ քաղաքացիները նրանք լսեցին ռուսներին, միացան ռուսներին, այսինքն այդ կայսրության թշնամիներին եւ
այլ բան չէր մնում Էնվերին եւ Թալյատին, քան ցեղասպանության ենթարկել։ Դա վտանգավոր է ոչ միայն պատմական առումով, դա վտանգավոր է նաև մեր անվտանգության առումով, որովհետև այդպիսով արդարացվում են հետին թվով արդարացվում են ադրբեջանցիների բոլոր հանցագործությունները, բոլոր գազանությունները, որոնք 88 թվականից Սումգայիթից հետո կիրառվել են։ Մեկ սրա մասին դեռ այսօր քննարկում ենք լսելու, բայց այն հանգամանքը, որ ճիշտ բնորոշվեց, այս ամեն ինչը հնարավոր չէ ռեալական հասարակայքում, որտեղ այս կարգի սրբապղտից նույնիսկ իրենք չեն կարող ոչ թե իմունիտետ ունեն, որ իրենք չեն հանդուրժի, բայց այստեղ կարևորը գնահատականներ։ Ինչի կոնկրետ էս Աբրահամյանին ասում, որտեղ երկար ժամանակ եղել են շատ լոյալ, շատ հանդուրժող, հա, այս հանցագործությունները սենց այս սուր անկյունները լղոզող, որ դե այնքան էլ այդ ամեն ինչը միանշանակ չի։ Ես իհարկե ուրախ եմ, որ Արամ Աբրահամյանը ստապ ասում են ինչ որ կա, հա, բայց համեկը Ռուբեն Ռուբինյանին ներկայացել է որպես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, շատ ճիշտ արել։ Կամաց հասկանում են ինչու՞ն է բանը։ Վերադառնամ Արամ Աբրահամյանին։ Լավ որ հիմա այս ամեն ինչը բաց թափանցիկ անկեղծ ինքը ասում է։ Ես ընդհանուր այս օրինակի վրա ուզում բոլորիս ուշադրություն հրավիրեմ այդ հանգամանքի վրա։ Այսպիսի բաները, որ ինքը սրբապիղծա դավաճանա, մի օր ամեն չի լինում։ Չի կարող մարդ այդպես սկսել այդպիսի գործողություն անել փոքր մասշտաբի, իհարկե մարդկանց ընկալումը փոքր մասշտաբ, բայց իրականում այդ մասշտաբները միշտ եղել են մեծ, հա։ Չի կարող այդ մարդը սրբապիղծը մի օրվա մեջ դառնալ սրբապիղծ։ Իա բոլոր խոսքերը, բոլոր գործողությունները, բոլոր հայտարարությունը եղել են այդ սրբապղծության ծիրում։ Ուղղակի մարդիկ երկար ժամանակ չեն ուզեցել այդ ամեն ինչը տեսնեն։ Նույնիսկ այսօր մարդ կա, որ մտածում է, որ Թրամփը հələ Ամերիկայի համար օգտակար գործ է անում։ Պատկերացնում եք, սա նույն Նիկոլն է։ Չի լինում այդպես, ժողովուրդ ջան։ Մարդու intentions գործողությունների տրամաբանությունը ավելի լավ բարդ կա, հակումները, նպատակները, հա, երևում են բառապաշարի մեջ։ Բոլոր նպատակները երևում է օգտագործող բառապաշարի մեջ։ Այսպես թե այնպես ինքը ենթագիտակցության մակարդակի վրա այդ բառերն ասում է։ Մի օրվա մեջ չի դառնում ինքը հրեշ։ Ինքը հրեշ է եղել, ուղղակի դա լիքը մարդիկ, չէ, շատերը մտածում են, որ դա պատահականություն է, դե լավ այդքան էլ այդպես չի, ինքը դա ի նկատի չուներ։ Սկսում են արդարացնել, սկսում են այդ արդարացնելու process-ը իրենց վրա վերցնել, վերջում եկել պարզվում է չէ, դա սրբապիղծ էր ախր, բայց ինքը սրբապիղծ ի սկզբանե է եղել։ Հասկանում եք, ուղղակի մարդիկ հետևողականորեն չեն ուզում հավատան աչքի տեսածներին։ Ես սա ինչի եմ կոնկրետ տեղավորում կենտրոնանում, տեսեք, մենք անձնական հարաբերությունների մեջ, բիզնես հարաբերությունների մեջ, չգիտեմ, ընտանիքում, քաղաքականության մեջ մենք ինքներս ենք ստեղծում մեր այդ խնդիրները, գիտեք ինչի, որովհետև ակնհայտ է չենք ուզում տեսնենք։ Ինքներս ենք ստեղծում այդ մեծ հրեշին, որովհետև փոքր խաներժանը հատիկին չենք խփում։ Մենք հլո չենք ասում, հələ մի վայրկյան, ինչ։ Իսկ իմ մոտ դա անընդունելի է, ես ինչ չեմ ների, եթե մի բան դուրս չեկավ, ես աչք փակեմ, նշանակում է ես թողեցի, որ դա շարունակվի։ Երևի չգիտեմ, երևի սա մասնագիտական է, որովհետև երբ դու ընթացքում տեսնում ես մի բան, ինչի, հա, դա կարող է ապլիկատորանալի շտրիխ դինամիկալ, հազար մի բան կա, հա, հենց դու մի բանի վրա աչք ես փակում, դու այդ ուսանողին կամ այդ կատարողին դատապարտում ես այդ սխալը կրկնելու պատճառով չստանալ երբևէ այն որակը, որ ինքը պետք կարող է ստանալ, եթե դու ուղղակի ոչ մի դետալ չարհամարհեիր։ Չգիտեմ, կարող ասամ մասնագիտական դրաման եմ ես այսքան բան, հա, բծախնդիր։ Իմ աչքից դետալները չեն վրիպում։ Հենց տեսա մի ասկալ բան, ես չեմ կարող թույլ տամ, որովհետև ես գիտեմ դրա հետևանքը ինչ կարող է լինել։ Ես նույնը բոլորիս եմ ուզում առաջարկեմ։ Տեսեք, Նիկոլը վերջինը չի, մենք ապրելու ենք, չէ, այս աշխարհը չվերջացավ, պատմությունը չի վերջանալու։ Նիկոլն էլ լինելու են, ամեն վայրկյան բերելու են դնեն մեր տակ, ասենց։
Այսպես բերելու են տեղավոր են աչքի առաջ, գլխի հետևում, աչքի կողք, այսպես, որ մենք անընդհատ իրանց տեսնենք, անընդհատ, որ հանկարծ ճիշտը չտեսնենք։ Հենց մենք սկսեցինք այդ թեթևակի վրիպումները անտեսել, նշանակում մենք ինքներս նախապատրաստում ենք այս հրեշի մեծացմանը։ Իսկ մենք չենք ուզում դա ընդունել։ Մեր համար այդպես լավ չի։ Մենք ուզում ենք անտեսենք, հետո այս հրեշի մեկ էլ նայենք, ասենք, այս երբ դարավ հրեշ, ինքն է մեղավոր, ոչ, մենք ենք ստեղծել այդ հրեշը, մեր անդուր ժողովականությամբ։ Ես այսքանից ծապալվեցի Արամ Աբրահամյանի այս տեքստի վրա, Արամ Աբրահամն այս տեքստը չեր ասի երբեք, եթե ասենք ժամանակին, ինքն էլ ուղղակի նկատեր ու նույն ձևի ոնց որ այսօր, սկզբունքային քաղաքացու նման, ինքը խոսել է նույն սկզբունքային դավաճանություններից, չէ՞ որ սա առաջի դեպքը չի։ Չէ, մի ամբողջ Արցախ է օրացել, մի ամբողջ պատերազմ է օրացել, մի ամբողջ քաղաքակրթություն սպանեց Արցախում։ Մի ամբողջ քաղաքակրթություն, դա 5 տարի առաջ էր։ Նոր չի եղել։ Եթե մենք կանխեինք գոնե Արցախի այս հայտարարակ նոյեմբերի այդ հայտարարության ժամանակ կամ հետո, այս ավերածությունը չէր լինի միջև հիմա, այսքան մարդ չէր սպանվի, այսքան կորուստներ մենք չէինք ունենա։ Մենք ենք արել դա, ոչ թե ինքը դա պետք է անել, դա իր բնությունն է։ Հասկանում եք, թուրք է, ինքը թուրքի բնությունն է, ինքը պետք է սպանի, որ դու չես պաշտպանվում, դա արդեն քո սխալն է։ Գնանք առաջ։ Ես գիտեմ, որ շատերը ատում են Ուկրաինային, հիմնավոր, այնպես չի, որ ես ասենք ուրախ եմ։ Ես որ Ուկրաինային աջակցում եմ Պուտինին կոտորելու եւ Պուտինյան Ռուսաստանը ոչնչացնելու հարցում։ Ես չեմ աջակցում, որովհետեւ ասենք գարդոնները ինձ շատ դուր են գալի։ Գարդոնները եւ ամբողջ ուկրաինական ռոպագանդան դրանք վարձկանների, ռոպագանդիստների մի մասը սնվում է Կրեմլից միջև հիմա, մյուսները թուրքերից, որ Ադրբեջանին լավ ներկայացնեն, Թուրքիային լավ ներկայացնեն, մեկը ռուսներին լավ ներկայացնեն, սրանք սնվում են։ Հա, սրանցից մեկը կարկառուններից մեկը էս գարդոն կոչեցյալն է։ Հիմա այսօր իրան շատ լավ դասատվ է Գարիկ Ասպարովը։ Ես ուզում եմ, որ բոլորս անպայման տեսնենք։ Ու նորից հիշացնեմ, երբ որ ես խոսում եմ, աջակցում եմ ուկրաինացիներին, դա չի նշանակում ես մոռացել եմ այդ ամեն ինչը, իրենց տրամադրվածությունը, իրենց ուրախությունը, իրենց քարոզը, թուրքերի, ադրբեջանցիների նկատմամբ իրենց sense հրճվանքը, հա։ Ես այդ մասին չեմ մոռացել։ Ես ուղղակի կարողանում եմ դրանք տանջատել գարդոնին եւ գարդոններին, իրենց արեստովիչների հետ միասին, եւ ուկրաինացի ժողովրդին, որ ինքը նույն ձևի ցեղասպանվում է, նույն ռուսների կողմից, ինչպես հայ ժողովուրդը, ինչպես վրացի ժողովուրդն է եղել, ինչպես ղազախներն են, մնացած բոլոր ժողովուրդները, միջև Յակուտիա, միջև Սիբիրի, բոլոր ժողովուրդները, նույն հրեաները, ես իրենց եմ աջակցում եւ իմ համար շատ կարեւոր է, որ Ուկրաինան անջատվի եւ դառնա եվրոպական երկիր եւ քայքայվի Պուտինյան Ռուսաստանը։ Իմ համար դա է կարևոր։ Հիմա տեսնենք ինչ դաս է տալիս Գարիկ Ասպարովը Գարդոնին, այս ցինիկ զզվելի դեմքով գյադու։ Для меня украинская тема очевидна. Карабах, все-таки, я повторяю, 88 год – это начало истории, потом Сумгаит, резня в Сумгаите. Ասма Ուկրաինան ուրիշ թեմա, բայց ասма գալիս են Ղարաբաղի վրա 88-ից սկսել Սումգայիթում եղել է ցեղասպանություն։ Кроме того, все-таки мы бежали из Баку не потому, что мы хотели уехать, а потому что все-таки в Баку были этнические чистки. Назовем это. Ասում եմ ու չեմ ասում Բաքուն, մենք Բաքվից գնացել ենք ոչ թե նամար որ չենք ուզեցել այնտեղ ապրենք, որտեղ այնտեղ չիսկաներ գնում զտումներ։ И опять для любого человека, имеющего отношение к Армении, этнические чистки в Азербайджане, они сразу вызывают страшную память геноцида. Ասում եմ ցանկացած հայի համար էթնիկական զտումները Ադրբեջանը միանգամից իրենց մոտ արտնացնում է նույն ցեղասպանությունը, որ իրենք ապրել են արդեն։ Поэтому я думаю, что будущее как вот Армении и Азербайджана все-таки во многом зависит от того, насколько все-таки Турция в какой-то момент готова будет признать все-таки то, что в 2015 году происходило, это все-таки это. Եվ ասում է Ադրբեջան Հայաստան հարաբերությունները մեծ մասով կախված են անից թե Թուրքիան երբ կընդունի իր ցեղասպան լինելը։ Геноцид. И кстати, не случайно Гитлер именно на него ссылался. Եվ ասում պատահական չի որ Հիտլերը հղում էր թուրքերին որ
ով է հիշում հիմա այդ ցեղասպանությունը։ Когда они готовили Холокост, Гитлер говорит, ну так посмотрите, так там все же уже было. Никто Это смысл Холокоста. Պատրաստում են, ասում են, նայեք, բայց это ամեն ինչ եղել է, про это даже не вспоминает. Но надо просто понимать, что именно как и тогда, между прочим, Россия провоцировала многое, и потом большевики этим занимались. Եվ ասեն, ինչ էլ ասում, եւ ինչպես հիմա այն ժամանակ է նույն ռուսներն են դա բանը պրովոկացիա արել, նույն բոլշևիկներն են դա իրականացել հետագայում արդեն 18-20 թվականներին։ Но шанс подружиться есть. Ասում եմ, բայց բան ընկերություն անելու շանս կա։ Подружиться нет. Ընկերություն անելու չէ։ Подружиться все-таки такое, как море крови пролито. Смեկան արյուն է թափել, որ ընկերության դա ավելորդ է նպաստել։ Жить более-менее как бы в мире и спокойствии, наверное, я думаю, такой шанс есть. Ապրել խաղաղ ինչ որ, հա, քիչ ինչ որ հնարավոր է։ Не будем забывать, что все-таки Пашинян при всех его издержках это все-таки демократическое правительство. В Азербайджане сегодня диктатура все-таки. Но չմոռանանք, որ ամեն դեպքում Հայաստանում դեմոկրատական իշխանություն է, Ադրբեջանում դիկտատուրա։ Իմ Գարդոնի դեմքը նայ հետ գնաց մի անգամից։ Ոնց։ Ալիևին դասեցի դիկտատորս։ Да, понятно. Азербайджан помогает Украине, я все это Смотри, база, Ադրբեջանը օգնում է Ուկրաինայի, ես դա ինչ հասկանում понимаю, եմ։ но все-таки Азербайджан это диктатура. Более Բայց ամեն դեպքում Ադրբեջանը того, դիկտատուրա է։ Алиев, между прочим, и не закрывает бизнес с Путиным. Поэтому Եվ ասում ամեն դեպքում ասում Ալիևը Պուտինի բիզնեսները չի փակում, չի փակել։ все говорят про Армению, которая делает это открыто. Там, ну, Ասում սա բոլոր խոսում են հայերի մասին, որ բացահայտ անում, որ Փաշինյանը բացահայտ օգնում է ռուսներին։ Այդ ապրանքների через нее բիզնեսների հետ работают կապված։ многие связи, хотя в меньшем объеме, чем через Грузию или через, естественно, Ասում ավելի քիչ ծավալներում կան, ասում կան մնացած երկրներում Казахстан, իհարկե։ там другие страны Центральной Азии. Ну и Азербайджан тоже покупает это. Перепродажа российской нефти и газа, это тоже, в общем-то, бизнес. Поэтому как бы тут все в этом участвуют. Իսկ ասում է եւ Ադրբեջանը, որոնք դուք այդքան գոհ բարի իհարկե չի ասում, եւ ասում Ադրբեջանն էլ նույն բանն է, ռուսական գազն է սախում։ Որը դուք չեք ուզում նկատել, սա երևի կասեր կադրից դուրս է իհարկե, որպեսզի չվիրավորեր։ Իհարկե սա ինչի մասին գիտեն ուկրաինացիները, իհարկե իրանք տեղյակ են, որ իրենց իրաց Ադրբեջանը ռուսական նավթն է վաճառում, այդ նավթը գնում է փողերը գնում է Ուկրաինա, Ռուսաստանը զենք առնում ու կրակում է իրանց վրա։ Բայց քանի որ այս պրոպագանդիստները սնվում են Ալիևի ձեռքից, իրենք դրա մասին չեն խոսում։ Այսպես կեղտոտ բան է պրոպագանդան։ Այսպեսի մի տեսանյութ կա, Միխայել Ալեքսանդրով, ես ուզում եմ անպայման լսեք։ Прежде всего, мне непонятно, что Азербайджан так возмущается тем, что сожгли его флаги, когда Ասում եմ, ես չեմ հասկանում, ինչի Ադրբեջանը այսքան նեղում եւ իր բանը դրոշներն են վառել։ он на Горном Карабахе устроил погром вообще. Եվ այն պարագայում, երբ որ ինքը Արցախում ցեղասպանություն է իրականացրել, Армянского культурного մշակութային ժառանգության, исторического наследия, там памятники պատմական ժառանգություններ, պամյատնիկներ, կոթողներ, сносят армянам, да, разрушают церкви, кладбища. Ну, по ասում եմ, եկեղեցիներ, գերեզմաններ են բանանում сравнению с ավելին, этим հա։ сжигание 2 флагов там или это вообще, так сказать, мелочь. Так что Եվ ասում եմ, ամենի հետ համատած երկու հատ դրոշ վառելը, որից շատ նեղվել էր հենց Փաշինյան Նիկոլն ու մնացած չի վառել тут я Հայաստանում։ не вижу никаких особых проблем. Если бы Азербайджан вел себя по-человечески, Ես պրոբլեմ չեմ տեսնում, ասում եմ, բայց եթե Ադրբեջանը իրան ասում նորմալ պահեր, как цивилизованная страна, ինչպես ցիվիլի երկիր, ничего бы не разрушал, не сжигал, не изгонял бы местное население с եւ ասում եմ չվառը, չավիրել, ասում եմ տեղացի бնակիչներին չվտալել территории տարածքից, Нагорного Карабаха, не устраивал бы погромов армян, то, в общем, и отношение к нему, наверное, было бы другое. В этой եւ ասում եմ, եթե դա ինչ չներ, իր նկատմամբ էլ վերաբերմունքը հայերի այլ կլների ситуации вполне ադրբեջանցիների։ понятно отношение армянского общества и непонятна позиция Пашиняна. Ասում եմ, հայ ժողովրդի վերաբերմունքը հասկանալ է, բայց հասկանալի չի Փաշինյանի վերաբերմունքը Но սրա։ я никак не могу согласиться с этими заявлениями. Я тут никакой середины не вижу. Я считаю, что Пашинян не отстаивает должным образом национальные интересы Армении. Ну, Ասում ուղղակի ես կարող եմ, ես չեմ հասկանում դրա իմաստը, ես ուղղակի կարող եմ ասել Փաշինյան Նիկոլը չի ներկայացնում հայերի իրական շահերը։ понимаете, война будет в любом случае.
Ասում եմ դեպքում ասեմ, որ պատերազմը լինել է ցանկացած պարագայում։ Может быть такая, что Армению быстро разгромят при Пашиняне. Вот. Կամ ասում եմ կլինի միանգամից կպարտվի Փաշինյանի ժամանակ պատերազմը։ От нее ничего не останется. Либо Դրանից բան չի մնա։ Կամ էլ Армения, сместив Пашиняна, армянское общество, создаст из Армении мощный կամ ասում եմ հայերը կցեն բանին Նիկոլին вооруженный форпост, как вот Израиль создал из Израиля. Вот ու կդառնան ասում եմ լավ զինված ֆորտպոստ ինչպես Իսրայելին բանվերում ստե իհարկե նկատի ունի ռուսական ֆորտ опираясь на союзные отношения с Россией, с Ираном. Եվ ասում եմ հիմնվելով Ռուսաստանի վրա հետել Իրանը ասում ես ասեմ որ ամբողջ ռուսական ռոպագանդան որ ասում եմ Ռուսաստան որպեսզի շատ ինքը վատ չհնչի հետնել Իրանը ասում բայց Իրանը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի եւ Իրանը կյանքում Ռուսաստանի հետ ոչ մի ռազմական համագործակցության մեջ չի եղել ու չի էլ լինելու Եթե Իրանը չլիներ Զանգեզուրի միջանցքը վաղուց բացել էին սրանք Իրաց խնդրեմը Իրանի հետ Հայաստանի հետ չի Тогда войну, возможно, удастся сдержать. Ասում եմ եթե դառնա ֆորտպոստ հնարավոր է որ ինքը բանը պատերազմից խուսափեն Ну, понимаете, турки, конечно, никогда не признают геноцид армян. Դասում եմ Թուրքիայի իհարկե երբեք չեն խոստովանի Вот ցեղասպանությունը они, так сказать, не хотят на себя брать историческую вину. Եվ չեն ուզում իրաց վրա պատասխանատվությունը Вот վերցնել немцев պատմական заставили признать Холокост, потому что ասում եմ գերմանացիները վերցեցին որովհետև իրանց գրավել էին եւ ստիպողաբար денацификация իրականացրեց они Գերմանիա были оккупированы полностью страной. А Турция не была полностью оккупирована, там не Իսկ ասում եմ Թուրքիայի պարագայում այդպես չի ասում եմ ოკուպացված չէ Թուրքիան որ խոստովանեն այդտենց եղավ 20 թվականին երբ բրիտանացիները գրավել էին Կոստանդինապոլիսը եւ պարտադրեցին այն ժամանակա թուրքական իշխանություններին այն ժամանակա դատել մահապատժի բանի որոշումով ցեղասպանությունը իրականացնելին դա եղել է թուրքական դատարանը ճանաչել է ցեղասպանությունը եւ դրա համար դատապարտել է ցեղասպանությունը իրականացած իրենց վեյնախավին դա եղել է պատմական փաստ է որը պարտադրել է Բրիտանիան այն որ ռուսները այդքան չեն սիրում եկել ռուսահայերը проводилась политика денацификации. Там оставили вот этот анклав державы-победительницы. И вот этот зловредный анклав, он продолжает, в общем, свою геноцидальную политику. Как видим, вот стоило им чуть-чуть расширить свои владения там вот в Сирии, да, и сразу же начался геноцид там. Եվ Թուրքիայի մասին ասում եմ հենց Թուրքիայի մոտ ոնց է հենց ինքը մի քիչ կարողանում է մեծացնի իր տարածքները որտեղ ինքը գնում է միանգամից Սիրիայի օրինակի վրա միանգամից տեղում ցեղասպանությունը իրականացում տեղացի բնակիչների местного населения алавитов. То есть куда турки влезают, везде геноцид. Ասում եմ փաստացի որտեղ թուրքերը մտնում են այնտեղ ցեղասպանությունն է լսում ես Նիկոլ եւ ընդհանրապես լսում եք այն մարդիկ ովքեր հույս ունեն որ Թուրքիայի ազատ ապրելու են Понимаете, это их уже, так сказать, ну что ли, способ существования, что ли. Ասում եմ ոնց որ դա իրանց գոյության ձևը լինի, այո։ Если чуть кто не согласен, сразу устраивать геноцид. Հենց մեկ մի քիչ հարմարի միանգամից ցեղասպանությունը իրականացնում ջորից, ասեմ թուրքերը չեն մենակ այտենց։ Ոնց որ դա ռուսներն են այտենց։ Вот, поэтому, конечно, они не признают, если это их способ существования, то, естественно, надо, так сказать, понимать, что зачем же они будут признавать. Они будут всячески откручиваться от этого. Вот. Կասկնել, որ երբևէ իրանք չեն խոստովանի ցեղասպանությունը եւ ամեն դեպքում իրանք անդադ խուսանավելու են։ Рассчитывать на то, что они признают, не стоит. Главное, чтобы весь мир признавал, понимаете. Россия подтвердила свою позицию по признанию геноцида армян. Вот. И совершенно двуличная и лицемерная. Я ասում կասեմ, որ Ռուսաստանը ճանաչել է ցեղասպանությունը։ Հիմա ասում որ կգնակի եւ позиция западных держав. Трамп, как мы видим, опять ушел от того, чтобы использовать слово геноцид. И Евросоюз вначале вроде использовал, а потом снял это объявление. Բանը ինքը խոսում է բանի մասին, Թրամփի մասին, որ այս տարի խուսափեց ցեղասպանություն ասել, Թրամփն էլ ձեր ագենտն է եւ Եվրոպայի մասին ասում որ իրենք էլ այդքան հաճախակի չեն օգտագործում ցեղասպանություն բառը։ Այստեղ արդեն ինքը սուտ է խոսում։ Заменил терминологию. Это о чем говорит? Они свидетельствуют о том, что Запад ориентируется на Турцию, на Азербайджан.
Սա խոսում են մասին, որ արևմուտքը կողմնորոշում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղությամբ։ Մնաց արդեն պրոպագանդա է, որ Թուրքիան ու ադրբեջանցիներն ավելի պետք են արևմուտքին, քան Հայաստանը, Հայաստանի ապագան մենակ Ռուսաստանի հետ է։ Լրիվ հակառակն անշուշտ, այդ իրանք ունեն լայնածավալ ռազմական համագործակցության պայմանագիր Ադրբեջանի հետ 24 փետրվարի 24-ից կնքված 2022 թիվ։ Մնացածը մենք արդեն լսեցինք։ Ես ուզում եմ էլի, քանի որ իմ ընկերների հետևողների մեջ ամեն դեպքում մարդիկ կան, որ հին տոմալով են ապրում, եւ երեկվա կատարվածը չեմ հիշում, երկու տեսանյութ եմ ցույց տալու պես։ Հայաստանի Հանրապետություն նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել։ Այն ինստրուկցիան է, ասենց որտեղ պետք է ասենց կարմիր գույնով գրածել լինի։ Մի արա։ Որտեղ առաջին նույնը չի։ Մենք միշտ եղել ենք գործընկեր Հայաստանի հետ Ղարաբաղում։ Դեմ են Արցախը որպես մարզ, միացման Հայաստանի Հանրապետություն։ Նույնացնել Ղարաբաղը։ Սրանք 1000 տարի անցնի, մնացեք Արցախի իրական թշնամիներից, ոչ թե մեկը, միակը, friends։ Սա ռուս-թուրքական գործակալական ցանցն է, որը ամեն ինչ արել է, որ Արցախն ու Հայաստանը չմիանան, որովհետև Արցախի Հայաստանի միացում են, որ մենք ունենք դե ֆակտո 30 տարի, սա մնացած էր կոկորտին, մնացել էր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Եվ սրանք այդ հարցը լուծեցին այս տականքների ձեռքով, Լևոնից միջև Փաշինյան Նիկոլ, այս մեջտեղում ընկած, սրանք բոլորը նույն թմից են, Վիտոնը, Քոչարյանը, բոլորը նույն թմից են, սրանք խոսում են նույն լեզվով, նույն նպատակների համար, տարբեր անազգաններով ուղղակի։ Ու սա էլ հանկարծ չմոռանաք։ Ես ուզում եմ բոլոր մարդկանց, ովքեր իրենց թվում արդարաբար մեղադրում են հայ ժողովրդին պասիվության, որ անտարբերության մեջ ունես տեսարանները նայելուց հետո դադարեն նման խոսակցություններ տանելը։ Ես չեմ հիշում հետ սովետական տարածքում որևէ ժողովուրդ, որ այսքան ազատության համար կռիվ տված է։ Չկա երկիր, մենք ու պատմությունը լավ ենք, գոնե վերջի 20 տարվա մեջ, ու մենք դրա վկան ենք, ամբողջ սովետական տարածքում ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ այս ինտենսիվության, այս հաճախականությամբ, այս վճռականությամբ երբեք ազգային ազատագրական կռիվ չի տարել։ Դա լինի ընտրությունների ձևով, սոցիալական հարցերի ձևով, չգիտեմ, ապստամբություն, ով ասանցից ապստամբություն ունեցել։ Ապստամբությունը եղել է միայն Կիևում, Ուկրաինայում։ Մեծ զոհերի գնով սան կարողացան անկախանալ։ Այս պատերազմը դրա հետևանքներն են։ Բայց հասկանում եք, չէ՞ որ անկախությունը դա է։
Անկախությունը այն էլ Ռուսաստանից, ռուսական կայսրությունից նվեր չի տրվում։ Նվեր, ցավոք նվեր չի տրվում, դրանք չեն տալի։ Կմեռնեն, բայց քեզ անկախություն չեն տալի, կյանքում։ Ու ամեն անգամ որ մեղադրում եմ ժողովրդի մեջ, ուզում ես կարելի հիշեք էլի։ Հիշեք, որ սրանք նույն հրեշներն են եղել, Լևոնից միջև սա, նույն մեթոդամանությունն են օգտագործել, նույն մահակը, ուղղակի մահակը հետաքրքիր բան է, այսօր ձեռը դա բաղներ, որ գիտեք որտեղ է։ Հասկանում եք։ Մի փորձեք արդարացնել այս տականքներին անցած, մի փորձեք նվաստացնել ժողովուրդն, ժողովուրդը այնքան բան է տեսել։ Ինքը իրավունք ունի եւ հոգնի եւ հիասթափվի, իրավունք ունի, ես չեմ ասում դա ճանապարհ է, դա հարցի լուծում է, բայց առավել եւս հարցի լուծում չի այսքան բան տեսած ժողովրդին անընդհատ քարտոզել, անընդհատ խփել գլխին, ասել դու անտանվել ես, դու ծույլ ես, դու չես, չէ, տես չի։ Այտենց չի մատ նայեք այս մարդու անցած ճանապարհը։ Նայեք, ես ինչի հույսը չեմ կորցնում։ Ես տեսել եմ, չէ, ամեն ինչը։ Ես դա մասնակիցն եմ եղել, չէ։ Ես այդ ամեն ինչը ներսից գիտեմ, չէ։ Ես այդ պոտենցիալը գիտեմ, չէ։ Ձեզ ինչ է թվում, ես ուղղակի այն պարապ մարդն եմ, որ ինքս ինձ հույս եմ տալու։ Չէ, որ ես ոչ պարապ եմ, ոչ անտեղի հույս տվող եմ։ Ես գիտեմ, որ այդ պոտենցիալը կա։ Կարող է այս պահին ինքը չի հերիքում ինչպես 16 թվականին չհերիքեց հակամարտության մեջ Սերժի հրեշային ռեժիմի հետ։ Ո՞նց եմ ասում։ Ռեժիմը ուժեղը, ռեժիմը պինդ է։ Հակառակ դեպքում այսքան չէր կարա ջարդել ժողովրդին։ 18 թվականն էլ հեղափոխություն չէր։ Սրանց իրանք այս ճիվաղներին իրանք ասած զակատ կանեին մի ասած բանկի մեջ դեռ Գյումրի ճանապարհի վրա։ Ոչ մեկ իրանց մասին չեր իմանա։ Իրանք եկել են լցվել են հրապարակ, բանը բերել էին ավելի շուտ տեղավորել էին վրաններով բան Ֆրանսիայի հրապարակ, մարդիկ հենց գլխի չէին ընկել դա ինչա։ Որովհետև ոչ մեկ դրանց չէր ճանաչում, դրանց լուրջ չէր ընդունում։ Մի քանի օր այդ հիմնարկներն են իրենց աշխատողներին հանում փողոց ասում են դուրս եկեք, դուրս եկեք, դուրս եկեք։ Դուրս եկեք, պետք է հեղափոխություն անենք, որ չի վաղին բերենք, ի վերջո ոչ մի բան չի ստացվում։ Հասկանում եք։ Ոչ մի բան մոռանալ պետք չի։ Հուսահատվել պետք չի, մոռանալ պետք չի, դատապարտել անիմաստ պետք չի, որովհետև ոչ մի լավ արդյունքի հետ ամեն ինչը չի բերելու ի վերջո։ Եվ ուզում եմ ապայմասանայինք իրար հետ։ Հասարակության մեջ ունենք նման բանավեճ, դու գիտեք, որ Տեր-Պետրոսյանը ասում էր, որ այն չպետք է լինի մեր արտաքին քաղաքական օրակարգում, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այն մտավ մեր արտաքին քաղաքական օրակարգ, Սերժ Սարգսյանի ժամանակ մի տեսակ խառներ ստեղծվեց եւ հանձնաժողով, չնայած արձանագրություններ ստորագրվեցին, բայց դրանք այդպես էլ մնացին դարակում, բայց ընդհանուր ստեղծվեց նաեւ պատմաբանների հանձնաժողովն ու այդպիսի խոսակցություն եղավ եւ գիտեք, որ հեղափոխությունից հետո օրվա իշխանությունները պնդում են, որ այս հարցը կրկին չպետք է լինի մեր քաղաքական օրակարգում։ Հիշում եք Արամ Աբրահամյանն ինչ էր ասում, որ նման հայտարարություն օրինակ Իսրայելում չէր կարող լինել։ Հա, որ ասենք իրանք նման սադիկայության դեմ ինչ բառ օգտագործեց, սրբապղծության դեմ իմունիտետ ունեն։ Իմունիտետը sense կարտահայտվեր հաջորդ օրը նա ուղղակի գոյություն չէր ունենա, առնվազն իր պաշտոնի։ Հիմա հրամանայիչացված համեկի տաղավարում համոզել ժողովրդին, որ Փաշինյան Նիկոլը ճիշտ է, որ ուրացման ճանապարհը դա միակ ճանապարհն է։ Եվ հիմա Պետրոս Ղազարյան եւ իր կողքի աղջիկը դա պետքա իրականացնեն։ Հիմա տեսնենք դա ոնց են իրականացնում եւ կարողանում են իրականացնել թե ոչ։ Ինչ է դա նշանակում, ինչ կտա մեզ եւ ինչ կվերցնի այն մեզանից։ Այսօր մեր թեման կքննարկենք քաղաքագետների հետ, մեր առաջին քաղաքագետը Ստեփան Գրիգորյան, խնդրեմ պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն հավելելու համար։ Պարոն Գրիգորյան, այս հարցը ցեղասպանության խնդիրը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, թե ոչ։ Գիտեք, այստեղ մի նյուանս կա, որի մասին ուզում եմ ասել։ Հիշում եք, հաճախ մենք ասում ենք, որ շատ նորմալ է Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների դնելու։ Դուք եւ Թուրքիան մեր արժեվ թող չդնի, մենք էլ չենք դնում, հաստատենք ինչ որ հարաբերություններ, հետո կլուծենք այլ հարցեր։
պատմության հետ կապված այլ հարցեր։ Այդ ձեր ասածը տարբերվում է այդ տարբերակից։ Ես կողմնակից եմ, նո պարզ է ցեղասպանություն եղել է, պարզ է Թուրքիան ի վերջո պետք է ճանաչի այդ ամբողջը հիմա չեմ ասելու, բոլորս հասկանում ենք, որ եղել է, անպայման պետք է ճանաչել տանք, անպայման աշխարհը պետք է ճանաչի, արդարություն, բայց եթե մենք տակտիկական հարցերի մասին ենք խոսում, իմ ասածը, որ մենք նախապայման չենք դնում եւ օրակարգից հանել այդ հարցը տարբերվում են։ Իմ կարծիքով իդեալական Ես ասացի առաջնային օրակարգ, ոչ թե օրակարգից հանել։ Այո, բայց այնուամենայնիվ տարբերություն կա։ Առաջնային չի լինելը օրակարգում եւ առանց նախապայմանների հաստատել հարաբերություն տարբերություն կա։ Ես կողմնակից եմ առանց նախապայմանների հարաբերությունները հաստատել։ Ես ասեմ, դու այս դեպքում ոչ մի պարտավորություն չես վերցնում։ Եթե դու ասում ես, գիտեք ինչա, ես չեմ պայքարում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ակտիվ, դա պարտավորություն դու ստանձնում ես։ Չեմ ասում դա սխալ է։ Վարած քաղաքականությունը այսօր ինչ որ Բայց ինչի սխալ չի։ տրամաբանություն ունի, քանի որ Թուրքիայի հետ նորմալացնել հարաբերությունը անչափ կարևոր է Հայաստանի համար, պարզ է, չէ, ռեգիոնում դու չես կարող բոլորի հետ ծանր վիճակում լինես։ Ամեն դեպքում ես ճիշտ անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը չի կարող սխալ բան անել, ճիշտ անում ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը։ Հա, բայց ինքը այլ կարծիք ունի, որ պետք չի հանել։ Պետք չի հանել օրակարգից, դիր առանց նախապայմաններ սահմանը բացել։ Բայց միևնույն ժամանակ ճիշտ անում Նիկոլ Փաշինյանը։ Սա ունիկալ, սա ֆանտաստիկ մանևր է, որ կարող երևի մենակ ինքն անել չգիտեմ։ Սետել հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվությունը, հաշվի առնելով որ այսօր Ռուսաստանի քաղաքականությունը մեզ հետ չի, ուրեմն նորմալացնել հարաբերությունը լավ է, բայց մի քիչ շատ ենք մենք տալիս իմ կարծիքով, ասելով, որ պատմություն չենք տալիս։ Նայեք, ինչով է դա արտահայտվում, ես ուղղակի ավարտում եմ այս մասը։ Դա արտահայտվում է նաև նրանով, որ ես շատ ու շատ երկրներ գիտեմ, որոնք երեք էլ կանեին հայտարարություն, բայց իրանք ասում են մենք հարգում ենք Հայաստանի կառավարության դիրքորոշումը լավացնել, արի սպասենք ինչ է լինելու, մինչդեռ ես համարում եմ, որ ճնշել Թուրքիային մասամբ, ոչ թե մեծ աղմուկ բարձրացնելով, այնուամենայնիվ օգտակար կլինի։ Դե ինչ, թեթև լիզիկական զեղումներով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ անում, Նիկոլ Փաշինյանը ես չեմ քննադատում, բայց էլի բերած կանգնեց նորմալ տեղում։ Տեսնենք այս աղջիկն ինչի հետ համաձայն չի։ Տեսեք, բայց աշխարհի գլխավոր խաղացողները, գերտերությունները արդեն ճանաչել են ցեղասպանությունը։ Հիմա մենք ում ենք ուզում պարտադրել, խնդրել, որ ճանաչեն եւ դրանով ինչ ենք ստանալու։ Հասկացաք հասը։ Ես չհասկացի, ինձ հետաքրքիր ինչ եկավ այս աղջկան մտքին։ Ինքը իհարկե այնտեղ դրված է, որ ինքը պետքա հակառակ տեսակետ ամուսեն, բայց հարցը առնվազն պետքա կոնցեպտի մեջ լինի, ասում եմ, գերտերությունը արդեն ճանաչել են, ճանաչել է, հարցը մնա օրակարգի մեջ, դա ինչ է տալու։ Իսկ չպատասխանում ալու։ Լավ, ես ուրիշ ձևով վերաձևակերպեմ ասած։ Հիմա մենք փապկացրեցինք այդ քաղաքականությունը, դրա մեջ նորից կրկնում, տրամաբանություն կա։ Հիմա մենք ասեցինք բանակցում ենք Ադրբեջանի հետ, մենք ասեցինք, որ պատրաստ են նույնիսկ ինչ որ փող զիջումների, ինչի դեմ ես քիչ եմ խոսում, տրամաբանություն կա։ Թուրքիան բացեց սահմանը։ Այնուամենայնիվ Թուրքիան գալիս է ու մի բան մեզ ասում է։ Գիտեք ինչ է, Ադրբեջանի հետ լեզու գտեք։ Դա նախապայման է, չէ՞։ Լեզու գտեք, լավ։ Համաձայն եմ լեզու գտնել։ Այ վաղը եթե լեզու գտնենք Ադրբեջանի հետ, մենք համոզված ենք, որ Թուրքիան նախապայման չի դնի։ Օրինակ նախապայման դնի, եկեք ստեղծեք պատմական համատեղ հանձնաժողով։ Հա, դες դա իմ ասածը իմ մտահոգությունը։ Ընդհանուր գիծը փորձել լեզու գտնել հարևանների հետ միանշանակ ճիշտ գիծ է, բայց այստեղ տակտիկական տարբերություն կա մոտեցումների։ Շնորհակալություն Երվան Բոզարյան քաղաքագետ։ Բարեկո Բոզարյան, նույն հարցը ձեզ, արդյոք պետք է ցեղասպանության ճանաչումը, ցեղասպանության միջազգային օրակարգում պահելը լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև այդ քաղաքականությունը բացարձակապես չի խանգարելու Հայաստանի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար, որովհետև նախապայմաններ ես համաձայն եմ պարոն Գրիգորյանը, որ մենք պետք է կողմ լինենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատենք առանց նախապայմանների, նշանակեն նաև ցեղասպանության սակարկման խնդիր պետք է չլինի։ Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրության մեջ ձևավորվի այնպիսի մի մթնոլորտ, որտեղ պարտադրի Թուրքիային, որպեսզի Թուրքիան նույնպես գնա ժամանակի ընթացքում դենացիֆիկացիայի գործընթաց, որովհետև մենք բոլորս գիտենք, որ Գերմանիան գնաց դենացիֆիկացիայի գործընթաց ֆաշիստական Գերմանիայից հետո, եւ որի արդյունքում Գերմանիան դարձավ անվտանգ երկիր թե Իսրայելի համար, թե
եվրոպական երկրների համար։ Թուրքիայում ցավոք սրտի այդ խնդիրը կիսով չափ է գնացել, այսինքն Աթաթուրքի գալուց հետո իհարկե 1919 թվականին տրիբունալը Թուրքիայում Դեմիտ Փաշայի ժամանակահատվածում դատապարտեցին երեք թուրքերին, բայց մենք գիտենք, որ Դեմիտ Փաշան չէր պոպուլյար չէր, ինչեւ մեն պոպուլյար չէր Թուրքիան Աթաթուրքից հետո մթնոլորտը կտրուկ փոխվեց եւ այնտեղ տիրում է ազգայնամոլական մթնոլորտը, ազգայնական մթնոլորտը, դրա բառ ապացույցը այն է, որ քրդական քրդերի քաղաքական վերնախավի մեծ մասը բանտերում են եւ ըստ էության այդպիսի մթնոլորտում այդ երկիրը պոտենցիալ վտանգ է ներկայացնում։ Իհարկե ինքը ուղղակի չի սպառնում Հայաստանին, դա միջնորդավորված Ադրբեջանի միջոցով է դա կատարվում, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքականությունը առանց նախապայմանների Թուրքիայի հետ ճիշտ քաղաքականություն է, բայց ցեղասպանության խնդրի օրակարգում պայելը նույնպես ճիշտ է, որպեսզի դրանով մենք կարողանանք մեր այցեքարտով հանդես գանք, որ մենք այնուամենայնիվ չենք մոռանալու այդ խնդիրը եւ դա չի խանգարելու հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Օրինակ բերեմ մի քիչ երկար կարևոր է որ ճիշտ գծի վրա է, ընդհանուր մի բառով կարելի ասել հայոց ցեղասպանության օրակարգը դա ամեն օրվա խոսալու թեմա չի, բայց դա օրակարգում է։ Դու ուզում ես նորմալացնես հարաբերությունները սկսես, դու կարող ես, բայց դա օրակարգում է, դու չես կարող դա հանես օրակարգից, բարձրացնել։ Հիմա տեսնենք Պետրոսն ինչի՞ց է դժգոհ։ Նախադասություն ասիկնեք, որ այդ ճանաչելը պահելով առաջնահերթություն միջազգային հանրությունը ճնշի Թուրքիային։ Չէ՞ որ մենք 20-րդ դարի սկզբին տեսանք, երբ ընդունվեցին բարեփոխումները, հիշում եք, որ հայկական նահանգներում բարեփոխումներ անեն, միջազգային եվրոպացիները թուրքերը կատաղեցին մեր դեմ, եւ մենք չտեսանք նույն այդ աշխարհի հետևողականությունը, բայց տեսանք դրա արդյունքները մեր նկատմամբ։ Հիմա մենք էլի ուզում ենք խաղաքարտ տանք, օրինակ վերջերս Նեթանյահուն կհիշեք, որը թքած ունի ցեղասպանության վրա, չի ճանաչում, բայց երբ որ իրան պետք է, ասում է Էրդողան, դու հայերին ցեղասպանես, նա Նեթանյահուի հետ վաղը կբարիշի, արդյունքում էլի ուզում ենք մենք, արդյոք ճիշտ է նման խաղաքարտ տալ աշխարհին, որ մեզանով խաղաքարտի։ Դա ինչի դառնա, որ այդ խաղաքարտը կա, ասեք ճիշտ է աշխարհին տալ, որ Ադրբեջանին Թուրքիային ճնշեն։ Չէ՞ ասում է, երբ որ սկսեցին ռեմոնտ բանը անել, ռեֆորմներ անել հայկական տարածքներում, Թուրքիան կատաղեց ու ցեղասպանություն արեց։ Սա խոսում է Հայաստանի առաջի լրագրողը, ասենց ասեմ, ամենաառաջի հեռուստաընկերության առաջի լրագրողը։ Ասում է, արեք ոչ մեկին բան չտանք, որ Թուրքիայի վրա ազդեն։ Մենք էլ չխոսանք, որ նույն բանը չկրկնվի։ Մենք ուզում ենք ասենք ցեղասպանության պատճառների մասին նկատի ունենք ռուս-թուրքական համաձայնագրի մասին 6 վիլայետների մասին, չէ՞։ Դες ռուս-թուրքական համաձայնությունների մասին, ցեղասպանությունների պատճառների մասին։ Պարզ ասում է, ում ծրագիրն է սա։ Ասեք ես սենց ձևակերպեմ։ Եթե չներ առաջին համաշխարհային պատերազմը եւ այդ խառնաշփոթը չներ աշխարհում, ըստ էության Թուրքիան դժվար կկարողանար այդ քաղաքականություն տանել։ Համաձայն եք սրա։ Հիմա եթե համաշխարհային պատերազմ լինի, անկախ նրանից թե Հայաստանը ինչ դիրքորոշում կունենա, կհամակերպի Թուրքիայի հետ, թե չի համակերպի, Թուրքիան այդ հնարավորություն ունի, դա իրականացնի երկրորդ անգամ։ Վերջ, դու ուզում ես ազատի իր ձեռքերը ասա, դու վերջ էլ ցեղասպանություն, դու էլ ցեղասպան չես։ Ինքը գելում է միջև այսօր, որ դուք հայերը մեր թրի վրա մնացած մնացորդ եք, միկրոբ, բակտերիա, որ թուրքական միջավայրում հայ սպանելը չի համարվում մարդասպանություն, որ հայերին առնետների նման պետք է հողից հանել ու շպրտել դուրս, սա իրանց քաղաքականությունն է, ու պետրոսիկները ասում են, սուս մնանք, չխոսանք, ասենք, չէ, դու էլ ցեղասպան չես, որ հանգարց էլի բանը չնի, ու սա պետական քարոզություն է։ Ես ուղղակի որ տեսա երկրորդ հյուրն է նույն ձևի, նույն կարծիքի, մտածեցի լավ է, ինչ է կատարվում, ինչու մի բան ես չեմ հասկանում։ Ոնց կարող է, ասենք, բոլորս բանը նորմալ քաղաքագետ լինեն, բայց պարզվում է երևի մարդիկ վախեցել են այս թեմայով եկան, ասեն, չէ, Փաշինյան Նիկոլը ճիշտ է, բայց նսենք մնացածը։ Այսինքն այդ քաղաքականությունը ոչ թե սկսվեցին 1800-ականների վերջից, ոչ թե երկրորդ համաշխարհային ժամանակ։ Ցեղասպանությունը սկսվեց առաջին, ըստ էության այդ ժամանակ, երբ որ մենք հայկական հարցը դարձրեցինք միջազգային հարց, եւ Թուրքիան ստացավ մենք հայկական հարցը դարձրեցինք միջազգային հարց, Թուրքիան ստացավ բան, ինչ-որ մի բան, որ մեզ կոտորի։ Ասում եք, այսինքն ցեղասպանությունը եղել է, որտեղ հայկական հարցը դարձել է միջազգային հարց։ Կարծեմ սա պատմական նավարդ է։ Պետրոս, եթե չեմ սխալվում։ Սենց անգրագիտություն, սենց տագիտություն, սենց խայտարակություն
Լսենք պատասխանը։ Միջազգային խաղացողներից։ Տեսեք, Եվ հիմա գանք մեր օրեր, հայկական հարցը սկսենք ասենք, որ մենք չենք սարքել, հայկական հարցը ձևավորել անկախ մեր ցանկությունից, որովհետև դա համաշխարհային պատմության փաստ է, որ Սան Ստեֆանոյում հայկական հարցը առաջ եկավ առանց Հայաստանի հետ կապ, հայ ժողովրդի հետ կապված, այսինքն անկախ նրանից մենք ուզենք թե չենք ուզենք, այդ խնդիրը Վերջ, այդ տգետ հայկական հարցը, դա մեր հարցը չի, դա մեզ ավելաբերվում։ Նույնը ցեղասպանության հարցը, դու ուզում ես խոսա դրա մասին, դու ուզում ես մի խոսա, երբ Ռուսաստանին պետք եղավ, նույնիսկ սովետականության ժամանակ, երբ Ֆրանսիային, Իսրայելին, ցանկացած երկրի, դա եղած փաստ է։ Դու ուզում ես ասա մի խոսացեք ընկիսարի ոտերը, նախ դու չես կարա դա անես, քեզ ուղղակի որպես պետություն էլ չեն նկատի, կարգամարեն, կասեն այ ոչնչություն, դու փաստորեն պետություն էլ չես։ Բայց դա միևնույն է պատմական փաստ է, որ երբ պետք եղավ, դա օգտագործել են թուրքերի նկատմամբ։ Ու սրանք ինչ են ասում, ինչ են հավաքել այս բանազրույցը, որ ապացուցեն, ասեն ընկեր Էրդողան, մենք այդ փողերի դիմաց ազնիվ ծառայում ենք, տես ընկել ենք, համոզում ենք, որ ուրանանք, մոռանանք, չխոսանք ցեղասպանության մասին, որովհետև ցեղասպանության հանգամանքը հայկական հարցը նորից կրկնեմ, որ մոռացել է, դա ատոմային ռումբ է թուրքական պետության տակ դրած, որի բանը հետևանքները խփելու են նաև Ռուսաստանին, չկա Թուրքիա, չկա Ռուսաստան, ի վերջո ցեղասպանությունը հայկական, իր բոլոր հետևանքներով դա ռուս-թուրքական պայմանավորվածությունների, համատեղ գործողությունների արդյունք է։ Բարձա, հիմա սրանք ամեն ինչ որպեսզի դա երբեք չլինի, երբեք Թուրքիան չպայթի որպես պետություն, Ադրբեջանը չվերանա եւ չպարզվի, որ թուրքերն էլ, ռուսներն էլ այդ ամեն ինչին աջակցել են, սրանք հայ ժողովրդին նկած համոզում են ամենաառաջի հերոսալիքով, որ ճիշտը դրերն է, որտեղ հենց դու խոսում ես, քեզ ցեղասպանում են։ արդեն մցված էր գերտերությունների կողմից ինչ շահերից պատճառով։ Այսինքն ուզում ասեմ, որ այս պայմանությամբ հայ-թուրքական հարաբերությունները ես համաձայն եմ առանց նախապայմանների պետք է փորձենք զարգացնել, թեև ցավոք սրտի շատ հարցերում կախված է ոչ թե մեզանից, այլ Թուրքիայից, որտեղ Թուրքիան է փակել սահմանը, Թուրքիան է նախապայմաններ դնում, եւ այդ իմաստով մեր ցանկությունը կամ հնարավորությունը շատ ավելի սահմանափակ է, քան Թուրքիային է։ Եվ այդ պարագայում ցեղասպանության խնդիրը սակարգել, փորձել ասենք չդնել կամ դնելը էական ազդեցություն չի թողնի Թուրքիայի վրա։ Ճիշտ հակառակը, եթե մենք ցեղասպանության հարցում գնում ենք կոմպրոմիսի, դա մենք մեսիջ ենք ուղարկում, որ մենք բազմաթիվ հարցերում կարանք գնալ կոմպրոմիսի, եւ դա վտանգավոր դուր ենք բացում այդ կոմպրոմիսների համար։ Չդնել քաղաքականության հիմքում չի նշանակում ժխտել եւ գնալ կոմպրոմիսների։ Հասկանալի է, բայց տեսեք, sense մի բան ասեմ ձեզ։ Որտեւ ես եկեք հասկանանք ինչ է նշանակում դնել արտաքին քաղաքականության հիմքում։ Եկեք ասենք դա ինչ է նշանակում։ Այսինքն մենք Թուրքիային պետք է ասենք, որ դու պետք է ճանաչես, դու պետք է փոխհատուցես։ Եթե հələ Աստված գիտի, հողերն էլ մեր հետ տաս։ Չէ՞ որ դա ըստ էության ուլտիմատում է, դու պետք է անես։ Ըստ էության ուլտիմատումը չէ, Պետրոս։ Դու ավելի բութ ես, քան հնարավոր է պատկերացնել։ Բացարձակ բութ ու շատակեր։ Ակնանք փաստեր ասեն։ Հայկական ոչ մի կառավարություն երբեք նման պահանջ չի դրել Թուրքիայի դեմ, բայց ոչ մեկ օրակարգիչ չի հանել։ Չի անել ուղղակի։ Ինչ վերաբերում դրան, ճանաչել, ներողություն, փոխհատուցում անպայման։ Ու դա ոչ թե ուղղակի զուտ հող հետ ստանալու համար է, դա քո անվտանգության միակ բարձիկն է։ Չգիտեմ, այդ ո՞ց լեզվով ասեմ, որ լեզվով ասեմ, որ ձեր գոյություն չունեցող ուղեղներին դա հասնի, Պետրոսներ եւ կից կանգնած մարդիկ։ Հա։ Ցեղասպանությունը դա այն զենքն է, որով կարող է պաշտպանվի հայկական պետականությունը։ Պաշտպանվի, ուղղակի պաշտպանվի, որովհետև եթե դու միակ զենքից ես զրկվում, ոչ տնտեսություն ունես, ոչ բանակ ունես, ոչ կառավարություն ունես, ոչ տեխնոլոգիա ունես, ոչ մի բան չունես, միակ քո դիվանագիտական զենքը, որ դու կարող ես դրան զսպել, դա ցեղասպանության արտասում է։ Ո՞րն է դա։ Դա ուլտիմատում չի, տեսեք դա ուլտիմատում չի։ Եվ նախապայման է։ Ուրեմն հայ-թուրքական բանակցային process-ներ միշտ գնացել են եւ 90-ական թվականներին, 2000-ական թվականներին բոլոր նախագահների ժամանակ էլ process-ը գնացել է եւ բոլորի համար էլ պարզ էր, որ տարածքային տարածքային պահանջների խնդիր չի թերդրվում, խնդիրը դրվում էր զուտ ճանաչման խնդրի եւ դա ոչ միայն արձանագրված չի։ Գիտեք, արձանագրված չի, որտեղ Թուրքիան ընդհանրապես չի մոտեցել այս խնդրին, եթե ինքը պատրաստն է մոտեցել է, նրանք առաջարկեցին
ստեղծել հանձնաժողով եւ մեր արտադրանքը դրականորեն պատմաբանների հանձնաժողովի խնդիրը դա լրիվ ուրիշ խնդիր է, այսինքն դա ոչ թե կոմպրոմիս է, այլ դա փորձ է արվում այդ խնդիրը ընդհանրապես փակել։ Այսինքն եթե դու պատրաստ ես պատմական հանձնաժողով ստեղծել, դա մոտավորապես նման այն բանի, որ Իսրայելը համաձայնվել Գերմանիայի պատմական հանձնաժողով ստեղծել, թե 6 միլիոն հрьяաները կոտրվել են, թե չեն կոտրվել նացիստների կողմից, հասկանում եք։ Սա այսինքն այդ հանձնաժողովի համաձայնվելը դա համարժեք է նրան, որ դու համաձայնվում ես, որ ցեղասպանությունը փաստորեն եղել է ոչ թե հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանում, այլ բախումների ժամանակ թուրքերն ու հայերը իրար հետ բախում են արել։ Ինչպես հիմա ինչպես որ դուք ներկայացնում եք։ Այո, իհարկե։ Պարոն Ռոզան, բայց գանք նորից Պետրոսի տված նախնական հարցին, եթե մենք արևմուտքին եւ ընդհանրապես աշխարհին ասում ենք եկեք ճնշում գործադրեք Թուրքիայի վրա, համաձայն եք, որ մենք հայոց ցեղասպանության հարցը ինչ որտեղ մանրաթուղթ ենք դարձնում, որովհետեւ երբ արևմուտքը կամ աշխարհը ուզի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, այդ հարցը բարձրացնելու է։ Երբ ուզի գնալ գործարքի Թուրքիայի հետ, բնականաբար գնալու է զիջումների եւ կրկին դուժողով է լինելու Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ դուժողով լինելու, այդ քանի անգամ է դուժի աղջիկ չէ, նստած չեն կարողանում համակերպել այն մտքի հետ, որ իրենց թեզը չի աշխատում։ Բոլոր արգումենտները, փաստերը եւ բացատրությունները աշխատում է հակառակ այդ թեզին։ Չի համակերպում, ասում եմ։ Էլի դուժողը մենք ենք։ Աղջիկ ջան։ Դες Պետրոսը արդեն գնացած էտապա։ Որը չլինի Նիկոլ Փաշինյան, էլ չի լինելու նաեւ Պետրոս։ Դու իմ անեց ես անում, որ դու ասոցացվես Պետրոսի հետ, այսինքն քո ճակատագիրը մասնագիտական լինին այն ինչ որ լինելու է Պետրոս Ղազարյանը։ Դու ինչի ես այդքան ձգտում դառնաս երկրորդ Պետրոս Ղազարյան։ Ինչի օրինակ։ Քեզ ասենք 1 տարի լավ աշխատես այս ռիթմով, բա ամբողջ կյանքդ ինչ ես անելու։ Չի կարելի։ Դու դեռ երիտասարդ ես։ Տեսնենք հիմա ինչ է պատասխանում։ Տեսեք, ցեղասպանության բարձրացման խնդիրը մենք ոչ թե դնում ենք սակարկման համար, որտեղ մեր համար դա սակարկման խնդիր չի։ Եթե մենք սակարկման հարց դնեցինք, մենք կտուժվենք, որտեղ սակարկման նշանակում է, որ ինչ որ փուլում կարաս կոմպրոմիսների գնաս։ Ցեղասպանության խնդիրը մեր վտանգ, քանի որ այդ չճանաչված խնդիրը դա վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի համար, մենք փորձում ենք ամեն կերպ ցույց տանք միջազգային հանրությանը եւ Թուրքիային, որ այս ցեղասպանության խնդրի ճանաչումը դա այն երաշխիքն է, որ հետագայում արդեն մեր հարաբերությունը նման բան չի լինի։ Առաջին հերթին ցեղասպանության ճանաչման խնդիրը մեր համար կարևոր է մենք ազդենք թուրքական հասարակության վրա, որտեղ թուրքական հասարակությունը իսկապես պահանջ ունի իր մեջ դենացիֆիկացիայի։ Եվ ես կարծում եմ, որ ինչ որ փուլում դա գալու է, որովհետեւ եթե իրանք չգնացին դենացիֆիկացիա, հեզ են անելու դենացիֆիկացիա, ինչի մասին իրենք խոսում են։ Աղջիկ ջան, իրենք խոսում են, որ դուք եք կազմակերպել ցեղասպանությունը, եւ թուրքերն են խոսում, եւ ադրբեջանցիներն են խոսում, որ դուք եք նացիստները, հələ դուք պետք է բան տակ, կոնտրիբուցիա տակ, փոխհատուցում տակ։ Թուրքիայում կա ցեղասպանության արձան, հուշարձան, որը հայերն են կոտորել թուրքերին։ Քեզ են ցեղասպանելու, քեզ են դենացիֆիկացիա անելու, որ դա մասին բարձ ասում են։ Հասկացա՞ք, ու չի կարողանում միտքը ձևակերպի վերջը որ դա, արա, մեր անվտանգության բարձիկն է, դա մեր զենքն է իրանցից պաշտպանելու համար։ Դուք շատ լավ գիտեք, որ Թուրքիայում լուրջ մակարդակի դիսկուրսներ կան տարբեր հարցերի շուրջ, եւ այդ երկրում կա մեծ մի համայնք, որը փորձում է եվրոպական ճանապարհով գնալ, եւ իրենք էլ իրենք հասկանում են, որ առանց այդ տիպի խնդիրների լուծման հնարավոր չէ, իսկ եթե մենք այդ օրակարգում չդնենք, մենք այդ օրակարգից դուրս կգանք եւ մեր համար դա վտանգավոր կլինի, որովհետեւ դա կլինի մեսիջ, որ ըստ էության մենք կարող ենք սակարկենք այս հարցերի շուրջ, վաղը մյուս օրը նույն բանը կարող է կրկնվի։ Այսինքն ցեղասպանության ճանաչումը ոչ թե այն բանը, որ մենք ինչ-որ բաներ պահանջենք, ցեղասպանության ճանաչումը արդյոք մեր անվտանգության խնդիրը գոնե մտնոլորտային ապահովելու համար։ Իհարկե դա ամբողջական չի ապահովել, բայց գոնե մտնոլորտային իմաստով մենք կարողանանք զերծ պահենք այդ process-ի համար, սա։ Շատ է, պարոն Գրիգորյան, պարոն Բոզյանն ասում որ ոչ թե պետք է մենք այսպես ուլտիմատում դնենք Թուրքիայի առջև, այլ պետք է այնպեսի մտնոլորտ ստեղծենք, որ միջազգային հանրությունը ճնշի Թուրքիային։ Ես ստեղ ուզում եմ լրացնել, պարոն Բոզյան։ Չնայած ինքը դες բան չասեց, որ միջազգային հանրությունը ճնշի Թուրքիային։ Միջազգային հանրությունը Թուրքիային չի ճնշում, Թուրքիային ուղղակի հիշացում է իր ցեղասպան լինելը, այն ժամանակ, երբ որ դա պետք է։ Ու անկախ նրանից դու ինչ ես դրա մասին մտածում, դու դա կհանես քո օրակարգից չես անի, դա պատմական փաստ է, որը դու չես կարող չեղարկել։ Հիմա էլի չի համբեր, չի կարողանում համակերպի այս պարտության հետ, իր թեզի պարտության հետ։ Գիտեք ինչ առումով։ Հիմա Հայաստանը նու գոնե վերջի 2 տարիը հստակ ասում է, որ առաջնահերթություն չի։ Նորմալ է։ Ինչը ուրիշ խաղացողները առանց մեզ չեն օգտագործում այդ փաստը։ Առանց մեզ են օգտագործում։ Այդ իմաստով ես ուզում եմ ասել, այո, բայց ձեր տրամաբանությունը հասկանում եմ հարցի։ Դուք ասում եք, եկեք լեզու գտնենք Թուրքիայի հետ, որ չշարկեն այդ գործոնը։ Դու կյանքում դժվար թե կստացվի դա, կյանքում դժվար թե կստացվի, բայց ես նաև ուզում եմ գումարել 2 գործոն շատ կարևոր, որոնք ցույց են տալիս, որ
առանց նախապայմանների կարելի է շարժվել առաջ։ Օրինակ, երբ որ մենք ասում ենք, գիտեք ինչա գլխավոր չի այդ հարցը, սփյուռքայության օջախներում նեղանում են։ Ժխտման մասին չի խոսքը։ Ուղղակի այդ մարդիկ ծնվել են ցեղասպանության պատճառով, այդպես ստացվեց, որ արդյունքում ցեղասպանության մենք ունենք աշխարհով մեկ սփյուռքայություն, հզոր, ազդեցիկ, պայքարող, հայրենիք սիրող, բայց երբ որ դու թույլատնում ես, ինչ որ կտրվածություն կա, այդ գործոնն էլ պետք է հաշվի առնենք, ու երկրորդը ես զգում եմ, որ մեր նկատմամբ, մեր քրիստոնեության նկատմամբ, մեր պատմության նկատմամբ ինչ որ ձևավորում կարծիքի կա, գլխավոր այն խաղացողները, ովքեր մեր նկատմամբ շատ դրական են։ Ու եթե դու այդ հարցը կամ հանում ես կամ հայտարարում ես, այդ կողմից էլ աջակցությունը թույլանում է։ Դստեղ պետք է ուղղակի հաշվարկ անենք։ Մի կողմից փորձ անել լեզու գտնել դա ճիշտ է, բայց ինչքան երկարում է հարցը, ու Թուրքիան չի բացում սահմանը, ուրեմն հիասթափությունները ուժեղանում են, մյուս կողմից դու կորցնում ես այդ աջակցությունը։ Այդ պահանջատիրությունը օրակարգում պահելով, որքան հնարավոր կլիներ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել։ Պահանջատիրություն կա, պահանջատիրությունը ո՞րն է։ Լսեք, 30 տարի Հայաստան աշխարհը այս նույն ռեժիմով ապրել է, Թուրքիայից առանց ճանապարհ ունենալու, ոչ մի բան չէր խանգարել։ Ոչ մի բան, այն հիմա էլ առևտուր չկա, Թուրքիայի ճանապարհված չի, դու հիմա էլ աղջիկ ջան, դու հմեկում նստած Պետրոսի կողքը փորձում ես իրականացնել բանի նպատակը, Նիկոլի նպատակը։ Այսինքն ոչ մի արգելք չկա։ Չէ՞։ Ոչ մի բան չի փոխելու, ասեմ ավելին, Թուրքիան երբեք չի բացելու այդ ճանապարհը։ Թուրքիան երբեք չի թողելու Հայաստանը հզորանա։ Ուզում ես դու խոստովանի, որ դու ես ցեղասպանել Թուրքիային։ Չի կարելի այսքան նվաստանալ ստորանալ։ Գրիգորյան ուզում է ասեց sense բացատրել, եթե մենք նույնիսկ ուրանանք, մեր հարգանքն են կորցնել արևմուտքի նկատմամբ։ Իսկ երբ մեկը որոշեցին նրանք օգտագործել այդ հանգամանքը, օգտագործել են sense tenants, դու ուղղակի երկու բաներ կորցնում ես։ Մի ուրացման բանագայում ընկերներից ես կորցնում ու արդյունքում էլ դու հարաբերություններ միևնույնն է չես ունենալու թուրքերի հետ։ Լսեք, թուրքերի հետ հնարավոր է մի հատ հարաբերություն։ Մի ձև այդ հարաբերությունը կարգավորվում։ Մի ձև։ Եթե դու այնքան ուժեղ ես, որ կարողանում ես իրանց մի բան պարտադրես։ Եթե դու դա տեղ չես, դու իրենց հետ ոչ մի հարաբերություն չես կարող ունենալ։ Իրանք քեզ մենակ մի ձև են պատկերացնում։ Ասում է, սառի վիճակում սեղանի վրա։ Իրանք քեզ ոչ մի ձևով չեն պատկերացնում։ Ոնց եմ ասում, այդ հասարակության մենտալիտետի մեջ հայ սպանել մարդասպանություն չի։ Չգիտեմ, ասենք, մանկապարտեզի ինտելեկտ ունենալու պարագայում նույնիսկ սա պետք է հասանելի լիներ ձեզ։ Որ դու նպատակաուղղված անընդհատ հարվածում ես Թուրքիային, ասում առանց նախապայմանների, բայց ես ճանաչի շնորհիվ։ Չգիտեք, եթե այն արտաքին քաղաքականության առաջնային հրակարգում է, դա պետք է միսուարիում ստանա, չէ՞, դա խոսքերով չի որ Թուրքում Էլի մանիպուլյացիա, եթե դա առաջնահերթությունում առաջ ոչ մեկ չի ասում, որ դու ոչ մի կառավարություն առավոտից ինքուն Թուրքիային չի ասել, դու ցեղասպան ես, դες բան չի եղել, բայց ոչ մեկ չի ասել, մենք հանում ենք այդ օրակարգից, մենք պետք է սահմանադրություն փոխենք, հələ պետք է մի հատ մտածենք, այդ ինչի եղավ այդ ցեղասպանությունը, կարող մենք բրթեցինք, հա, որ թուրքերը մեզ ցեղասպանեն, ճարահատյալ։ Սա վիճակը դա։ Պետրոս, քո տղեն նայում է սաղարթուները։ Դե կինդ գիտեն։ Հա։ Չգիտեմ, տղայի աղջիկը, քո երեխան նայում է քեզ։ Տերը կա ընդհանրապես դուք ինչով եք մանում։ Կամ այն շրջապատում, որ քո երեխան շփվում է։ Տերը եք դուք ինչով եք զբաղվում։ Քո երեխուն չեն ամաչացնում ձեր համար։ Ասել ապրեք իշ գեղեցիկ բառեր եք ասում։ Դու պետք է Թուրքիայից պահանջես ճանաչել, փոխհատուցել եւ այլն եւ այլն։ Դու խաղի կանոնները դու կարող ես ֆիքսել։ Նույնիսկ եթե դու ասում ես, որ չես հանե, այդ տարբերակը վերլուծենք։ Չենք հանում այդ հարցը օրակարգից, բայց մենք կարող ենք ասել, մենք միայն այդ դեպքում հանել չհանելը բառախաղ է դառնում։ Այստեղ կարևորը քո գործողություններն է։ Այսինքն մենք դնում ենք Թուրքիայի արչև պահանջներ, պետք է ճանաչես, պետք է դատապարտես, պետք է փոխհատուցես, պետք է մեր հողերն էլ հետաս։ Դնում ենք, թե չենք դնում։ Ասո, եթե չենք դնում, ուրեմն կհանենք օրակարգից։ Պետրոսը տեղ ուզում տանի, եթե դու ասա, այդտեղանում ենք, իհարկե ինքը չի կարող ասի, հա, որտեղ այդ ասելու համար նախ դու պետք է պետության տերը լինես, ու դրա համար կրես պատասխանատվություն։ Ինքը ոչ պետության տերն է, ոչ էլ կարող է հան ասի, այսօրվա վիճակով գոնե։ Իսկ մեր եղբայր, դրա մասին ինչ խոսք չկա ընդհանրապես, բայց չի նշանակում, եթե դու դա չես անում, պետք է հանես քո օրակարգից։
Բայց չէ, պետությունը չի կարողանում հարմարվի այդ մտքի հետ, ոչ չեն ասում, այո, պետք է հանել այդ օրակարգից։ Ու տենց էլ ինքը Գրիգորյանից չլսեց։ Քանի որ ինքը Գրիգորյանից չլսեց, ինքը որոշեց եւ վերջո իրանք այնտեղ ոչ էին կարող չորսնել բան լինել, չէ, մարդ լինել։ Պետք է գտնեին մեկին, որ պետք է ասեր Փաշինյան Նիկոլը ճիշտ է ասում։ Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ, խնդրեմ պարոն Մեհրաբյան։ Շնորհակալություն հավելելու համար, պարոն Մեհրաբյան, պետք է լինի ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգում, թե ոչ։ Ոչ, չպետք է լինի, Բնականաբար։ Գիտեք, չէ ինքովը, Ռուբեն Մեհրաբյան, այն ոնց ասեմ։ Բայց Եվրոժետոնների միություն կար, չէ, որ գնացին տապալվեցին Գյումրիում։ Մի խոսքով, Նիկոլի Էդմոն Մանուկյաններն են, էլի, հիմա տարբեր անուններ իրանք ունեն, Խուրշուդյանը մեկի անունը, Մեհրաբյան կարա լինի, Խզմալյան Տիգրան կարա լինի, Շիրիմյան, Բաբաջանյան, իրանք բոլոր տարբեր անուններով են, բայց իրանք նույն Էդմոն Մանուկյաններն են, նույն, իհարկե պետք է ասի, ես կզարմանայի, եթե բոլորը նորմալ մարդներ են, բայց տեսնենք ոնց է հիմնավորվում։ Որովհետև դա արտաքին քաղաքական հարց չի Հայաստանի Հանրապետության համար, եւ այդ մասին այո դուք էլ նշեցիք ձեր նախաբանում, որ այս հարցը դեռ անկախության մեր առաջին տարիներից արդեն էլի բարձրացել էր, էլի կար այսպես երկընտրանք, կար քաղաքական բախում դրա հետ կապված եւ դրա պատասխանը տրվեց, որ այո անկախ Հայաստանի համար առաջնահերթություն է հարաբերությունները ոչ թե իր պատմության հետ, այլ հարաբերություններն իր հարևանի հետ, որովհետեւ դրանով խանգարում է։ Օրինակ պարոն Բոզյանովը չի սուտ ասում։ Բացարձակապես առաջին հանրապետության երրորդ անկախության առաջին տարիներին ընդհանրապես մեր կոնցեպցիայի հետ կապված գրվեց անկախության հռչակագիր, որտեղ ասում է հավատարիմ մնալով առաջին հանրապետության ամանդույթներին, հետամուտ լինելով ցեղասպանության ճանաչմանը, եւ դա բխող բոլոր հետևանքներին, տղա ջան, գնա անկախության հռչակագիրը կարդա, անկախության հռչակագիրն է քո պետության զարգացման փաստը, կոնցեպցիան, ոչ թե ինչ որ մեկի հայտարարությունը։ Անկախության հռչակագրի մեջ հարևանների հետ հարաբերությունը եւ բան անել, առաջնային դնել քան ցեղասպանության ճանաչումը, նման տող չկա։ Այ անգրագետներ, ձեր մեջ մեկը չկա, որ ասի, կա, լավ, ասենք երկու հոգու խաբեցիր։ Բա մնացածը այդ քեզով է ասել, որ հանրապետություն անկախության տարիներից հետո որոշվեց նշանակություն տալ, նախապատվություն տալ հարաբերությունների կարգավորմանը։ Որ հարաբերությունների, պատերազմի ժամանակ դու պատերազմի մեջ էիր։ Ադրբեջանի հետ դու պատերազմի մեջ էիր, ո՞նց էիր դու նախապատվությունը տալու հարաբերությունների։ Բայց լկտի ավարի Նիկոլավարի ստելը սրանց համար ոչ մի բան, Նիկոլի եվրոժետոններն են, չէ՞, բա ինչ պետք է անեն, պետք է ասեն Նիկոլը ճիշտ է անում։ Հələ այն ժամանակ էլ որոշվե, հոսա Նիկոլը չի անում։ Նախկիններն էին որոշել սա։ Չի խանգարում դրանք չեն խանգարում իրար։ Գիտեք ինչ, ցանկալի կլիներ չխանգարեր, բայց մենք այստեղ ընտրում ենք իրողությունների հետ մենք գործում ենք։ Այսինքն իրողությունն այն է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն եւ զարգացում, իսկ դրան հասնելու համար այո առաջնահերթությունը մեզ համար եղել եւ մնում է Թուրքիայի հետ մեր բնականon հարաբերությունները։ Խոսքը լսեցիք։ Մեր անվտանգության երաշխիքը, զարգացման երաշխիքը Թուրքիայի հետ հարաբերություններն են։ Լսեցիք։ Լսեցիք։ Դամա է կմկմում։ Գիտեք ինչ է կմկմում, ասեմ, հոգեբանորեն բացատրեմ սա ոնց է։ Տրամաբանությունը հակառակվում է հենց հիմա բանականությանը, որ ինքը պետք է ասի։ Տրամաբանությունը հակառակվում է, դա համար սահուն չի լինում, համոզից չի։ Հիմա քանի հոգի Հայաստանում հավատում, որ Հայաստանի զարգացման եւ հզորացման բանալին Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ է։ Ասեք մի հատ։ Բարեկամություն, չգիտեմ, ընկերություն։ Բարեկամություն, ընկերություն։ Արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության հարցը առաջնային պահելը խանգարում դրան։ Դուք ձեր մեր գործընկերների հետ զրույցի ժամանակ էլ ասացիք, որ երբ մենք սա մտցնում ենք քաղաքականության մեջ, ապա սրա տրամաբանական վերջաբանն այն է, այո, որ մենք Թուրքիայից պետք է պահանջենք ճանաչում, պետք է պահանջենք հատուցում, լիքը բաներ պահանջենք, որում այդ ամենն էլ բավականին առանցքական են եւ այդտեղ էլ տարբեր
կարծիքը թե ինչ ենք պահանջում, ներողություն ենք պահանջում, թե ինչ որ հող, փող, չգիտեմ, գույք։ Այդ ամենը փակում է ճանապարհը սրա, որովհետև դա արդեն միանգամից առճակատման տանող եւ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է մեկ ու միանգամից անցնում է ոչ մի տեղ չտանող ճանապարհը մեկ ու անցնում է միանգամից այսօր ես քեզ պաուզա կտամ այսօր պաուզա կտամ ու պետք է փախնես ստե արդեն առաջ գնալ տալ է իմ ձեռն է ոչ միայն ինքը փակուղի ճանապարհ չի այլ միակ ճանապարհն է քո թշնամուն զսպելու համար դու իսկանդեր չունես բեսպիլոտիկներ չունես ոչ բան չունես քո պահանջատիրությունը խոսելու լեգիտիմ իրավունքը միակ զսպող շապիկն է որ կարաս հագցնես Թուրքիայի գլխին միակ Սա միանգամից վերածվում է Թուրքիայի ստորացնելու Թուրքիային վնաս տալու գործիք այլ պետությունների ձեռքում ու հիսոք Սա ինքը դարդը որտեղ է որ Թուրքիային ստորացնելու եւ վնաս տալու գործիքը այլ պետությունների ձեռքում այս իրանք սա դարդն են սրա համար են փողը ստացել հա որ ամեն ինչ անեն որ սա չօգտագործեն ուրիշ պետություններ Թուրքիայի դեմ հիմա նորից եմ կրկնում այ անգրագետ տգետներ այ Լենին Քեմալ Աթաթուրք պակտի գործակալներ դուք ուզում եք օգտագործեք ուզում եք մի օգտագործեք ուզում եք այդ օրակարգը թաղեք եսին որտե ձեր կառավարության մեջ տարեք ամենահեռու սեյվում փակեք աշխարհը թքած ունենա դրա վրա երբ պետք եղավ այդ հանգամանքը ինքը միելինա օգտագործելու է որտեղ քեզանից ոչ մեկ միջև այսօր թույլտվություն չի հարցրել թե սովետական միության ժամանակ թե հետ սովետական շրջանում ոչ մեկ չի զանգել հարցրել ասել այն ժամանակ Ռոբիկ Սերժի կամ Լևոն Ալիևին են բանը Էրդողանին ուզում եմ շիշը մտցնեմ օգտագործեմ այդ ցեղասպանության հարցը թե չէ ոչ մեկ ոչ էլ Ռուսաստանն էր հարցնում զանգում էր Հայաստանին ասել պատկերում սովետական միության արտաքին գործունեություն նախարարը զանգեր ասենք Հայաստանի ինչ որ քաղաքոմին ասել ես կարելի է ցեղասպանության հարցը օգտագործեմ ասենք Թուրքիային ճնշելու համար չի եղել նման բան այդ տգետներ չի էլ լինելու դա ձեր հնարավորությունից դուրս է ձեզ ինչի տեղ եք դրել Դասիկը դուք ուրացաք վերջ եթե դուք ուրացաք վերջ այլ ուրեմն դες բան չի եղել որը գործածվում է առանց մեզ հարցնելու այո Տիկին Դավելյանի ասած մանրադրամի վերածելու եւ վերջին հաշվով սա վերածվում է այո անբարոյականություն մեր հաշվին ինչը այո մենք եւս պետք է թույլ չտանք այսինքն էսի անբարոյականությունը դա օգտագործելը որ ինքը պետքա թույլ չտալ պատկերացնում եք սա օգտագործել Թուրքիայի դեմ անբարոյականությունը այդ հանգամանքը որը իրենք պետք է թույլ չտան չեք կարա էլի դուք լուրջ մտածում եք դուք կարաք թույլ տաք կամ թույլ չտաք Սնոզ խնդամ ձեր վրա այո ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է թե մեր պետության համար թե յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սակայն սա հայտարարել որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն սա ճանապարհը դեպի ոչ միտեղ մեկ եւ երկրորդը մեր պետության իրական առաջնահերթությունները սրանով իսկ ուղղակիորեն վտանգվում են ել չեմ ասում որ սա վերածվում է նաեւ գործիքի շահարկման նաև մեր դեմ, մեր անկախության դեմ, մեր սուվերենության դեմ, մեր հնարավորությունների դեմ, մեր Ղարաբաղը տանք, որ հանգիստ ապրենք։ Ցեղասպանությունը ուրանանք, որ զարգանանք, Թուրքիայի շնորհիվ։ Դրա համար է սա չի կարողանում ուղիղ կանգնի ու վստահ խոսալ։ Գիտեք, հեշտ է ստելը։ Հələ կանեք մի քանի 100,000 մարդկանց, որ գիտես նայում են, հələ կանգնեք ու ստեք, տեսեք հեշտ է։ Տեսեք սիրտը ոնց է սկսում բաբախել, աշկերը ոնց է սկսում փախնել։ Շատ դժվար բան է։ Այս մարդը վերցրել է իր վրա, եթե կարելի է սա մարդ ասել իհարկե։ Սրանց բոլորին է, եվրոժետոններին է։ Արամ Սարգսյանից սկսած մինչև Շիրիմյան։ Բայց սրանց գործը դա է, չէ։ Սա է ասում, չէ։ Սրանց Արամ Սարգսյանն է ասում։ Էական չի Թուրքը մեր հետ ինչ կանի։ Կարևորը մենք կարողանանք դրա հետ առևտուր անենք, ուրեմն պետք է ամեն ինչ ուրանանք։ Ամեն ինչ որ կարողանանք դրանց հետ առևտուր անենք, դա է մեր համար կարևոր, թե չէ մեր հետ ինչ կանել, ինչ կարևոր է։ Սա է սրանց նշանաբանը, սրանց ապրելակերպը։ Բալավ, սրանք ընտանիք չունեն, երեխեք, ընկերներ, բան, սրանց ոչ մեկ չի տանում փողոցի ասի
փողոցում սիրայի անբարոյական արա։ Բայց է գիտեի դու բարոյական մարդ ես։ Եթե դու քո սեփական երեխեքի երկրի նկատմամբ ես անբարո, դու ոնց կարող ես քո ընկերոջ, հարևանիդ, մերձավորիդ, գործընկերոջիդ նկատմամբ լինես բարոյական։ Ժողովուրդ, այտենց բան չի լինում։ Մոռացեք։ Մարդը մեկին վատություն հոչի անում, որովհետև այդ մարդը արժանի է։ Չէ, մարդը մեկին վատություն անում, որովհետև իր բնության մեջ դա կա, նստած է։ Մարդը եթե մեկին վնաս է տալի, բամբասում է, չարախոսում է, դա չի որ այդ մեկը արժանի է, չէ։ Նույնիսկ ամենաարժանավոր մարդուն են առաքինի մարդիկ, դրան չեն անում, շպրտում են մի կողմ։ Հասկանում եք, եթե մարդը անում է մեկի նկատմամբ, չեմ ասում սեփական երկրի, սեփական երեխեքի ապագայի, ուրեմն թքածունի բոլորի նկատմամբ, ասենք իր ով շուրջը կա, ինքը այդ տեսակն է, ինքը ստախոս է, ինքը վարձկան է, ինքը վաճառվող է, այդ պահին սա է կանել, սա է անում, վաղը փողը ուրիշը տվեց, նա է անելու, պատկերացնում եք, որ սրանք սա հավաքվում են միտեղ, իրանք բոլոր իրար գիտեն, որ բոլորը փողի դիմաց, կարող պտակ նույնիսկ փող տվողներն գիտեն, ում ինչքան են տալի, բանը, ճողվելու համար, ստորանալու համար, դավաճանելու համար, իրանք բոլորը իրար գիտեն, պատկերացնում եք սրանց միջավայրը։ Գնանք առաջ։ Շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելու եւ այլն։ Հետևաբար, այո, ես գտնում եմ, որ սա չպետք է լինի արտաքին քաղաքական առաջնահերթություն եւ ապրիլի 24-ը եղել եւ մնում եւ մնալու է որպես հիշատակի օր։ Այո, մենք այդ օրը ոչ աշխատանքային օր եղել է եւ պետք է մնա ոչ աշխատանքային օր։ Եվ ավելին ասեմ, գիտելիքները ընդհանրապես այդ իրադարձության հետ կապված մեզ մոտ կարծեք թե թերի են, որովհետև օրինակ շատերը չգիտեն ինչու է, ասենք ապրիլի 24-ին սա նշվում, այլ ոչ թե 23-ին կամ 25-ին։ Այդ հարցերը կամսեք ձեզ կպատասխանի ինչու։ Պարոն Բոզյան, համաձայն եք։ Իհարկե, այս թեզերը հարցրեցին համաձայն եք թե չէ, մի անգամից բոլորը ջախջախեցին, համաձայն չեն, բայց ես ամբողջը չեմ ուզում ձեզ ցույց տամ, խնայելով ձեր ժամանակը, ուզում եմ 4-րդ հյուրին դուք ուղղակի կարճ լսեք, հասկանալու համար ինչեր այնտեղ կատարվում։ Բարև պարոն Բաղդասարյան, նույն հարցը ձեզ։ Արդյոք պետք է ցեղասպանությունը մնա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Միանշանակ պիտի լինի առաջնահերթությունների մեջ։ Ինչու՞։ Ինչու՞։ Դե որովհետև ցեղասպանության խոսքը միջազգային ճանաչման մասին չի, միջազգային ճանաչումը ինքնանպատակ չի, ճանաչումը վաղուց է եղել։ Դրա նպատակն է, որ Թուրքիան ընդունի այդ ցեղասպանության փաստը մեզանից ներողություն խնդրի։ Պարոն Բաղդասարյան, ես դաշտում եմ, դուք չի թողում խոսան։ Պետրոսյանի համակիր չեք։ Թե այդ հարցում ընդդիմադիր։ Լսակ զարմանքը, որտեղ զարմացա, ոնց դու հակից չի, ոնց դու ցեղասպանության կողմնակից ես ճանաչման։ Դու ուրացող հակից չես, լսակ, բանը։ Ինքը ուրիշ բան է սպասում։ Դե մտածել է դա բալանսի բերենք երկու հատ բան, ուրացող, երկու հատ չուրացողի հետ կարող բալանսել եմ, ինքը զարմացել է, ոնց դու հակից չես, ասենք հարց ասկն, հակը դա ուրացողներն են, Չէ, ես համակիր եմ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը ասում է, որ չպետք է լինի։ Ես հիմա այդ մասին էլ խոսեմ, եթե դուք ուզում եք, որ ես այդ մասին։ Չէ, ես ուղղակի հիմա բացատրում եմ, թե ինչու է իմ կարծիքով դա պիտի լինի առաջնահերթություն։ Այս ամբողջ բանավեճի մեջ գիտեք սխալը որն է իմ կարծիքով։ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը եւ ներողություն խնդրելը դա հայ-թուրքական դարավոր թշնամանքը խորացնելու մասին չի։ Դա հարաբերությունները նորմալացնելու մասին է։ Առանց դրա չի լինելու նորմալացում։ Եթե Հայաստանի իշխանությունները, ոչ միայն այս բոլոր իշխանությունները, ասում են, որ մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելը, ասում են թե չեն ասում։ Ասում են։ Եթե դու առաջնահերթություն ես համարում այս ճանապարհը, դու չես կարող այդ ճանապարհի առաջին քայլը չհամարել առաջնահերթ։ Այսինքն մինչև Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, մենք Թուրքիայի հետ ես տեսեք ոչ մի փոխհատուցման մասին չեմ։ Շատ լավ։ Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում չի լինի։ Ոչ չի լինի։ Համաձայն եք, պարոն Բոզյան։ Իհարկե չի ձևակերպեմ, նորմալացումը թե մենք հասկանանք, հասկանանք թշնամանքի վերածել դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Իստմա բավականին հստակ ասեց, այո, միջև այդ ճանաչումը չլինի, ոչ մի նորմալացում չի լինելու։ Ես ամբողջը չեմ ցույց տա իհարկե, սանով այս մասը կավարտեմ, ընդհանուր ամփոփեմ։ Այս երկու բալողները ամեն ինչ արեցին, ամեն ինչ որ ապահովեին Ճիվաղի թևը, բայց Ճիվաղի թևին մնաց հավատալի միայն Ճիվաղի եւ ռոժետոնների Մերգացի Չուրբեն Մեհրամյանը։ Մնացածը բոլոր հիմնավորներով ասել, հիմնավորումներով։ Լսեք, ինչ ասեց Թուրքիան,
ձեզ ճանապարհը բացելու համար։ Ասեց մի երկու գյուղ զիջեք, ճանապարհը բացեմ։ Դուք մի ամբողջ Արցախ զիջեցիք ու դատարկեցիք։ Հիմա ասում է, չէ։ Հիմա պետք է Ադրբեջանի հետ կապանանես, հարաբերությունը ճշտես։ Նույնիսկ եթե դու խաղաղության պայմանագիր կնքես, հա, իր ուզած պայմաններով, որ ինքն է համաձայն չի։ Էլի ասելա, չէ, հələ դու պետք է զանգեզուր տաս, հələ պետք է ճանապարհ տաս, հələ Թուրքիան ճանապարհ չի բացելու եւ դու հարաբերություններ երբեք չես ունենալու Թուրքիայի հետ, նույնիսկ եթե դու ինքնա ոչնչանաս։ Այդ երեք բանը ապացուցում էին, որ Թուրքիայի ծրագրերի մեջ դա չի մտնում, որտեղ ինքը ամեն անգամ նոր նախապայման է դնում։ Նոր նախապայման։ Իսկ դու ուրանալով, այդ հարցը հանելով, դու կորցնում ես ուղղակի քո միակ խաղաղ թուղթը, միակ զենքդ։ Իրան սահմանափակող, իրան հիշեցնելով, որ sense հետևի փաթերի վրա կանգնի ամեն անգամ։ Հա, միակ զենքը դու զիջում ես, իսկ դա ինչի համար։ Թուրքիան ապահով քնի։ Թուրքիան սրանց վճարում է, որ դա իր պետականության տակից դուրս գա, բայց չի լինելու։ Ես էլ բանը ցույց տվեցի, չէ՞, Կասկածում տեսակ, Նյու Յորքում հավաքը տեսակ, չէ՞, ամբողջ աշխարհում այս հավաքները կա։ Դա չի լինելու։ Եվ այն հանգամանքը, որ 4 բանախոսից կմկմում էր Նիկոլ Փաշինյանի թեզի մեջ, մեկը սա եւս ցույց տվեց, որ քաղաքական բանով շրջանակներում մի քիչ որակ ունեցող շրջանակներում, ես չեմ ասում, լրիվ են աղբանոցը, հա, որ կա։ Որ պատկերացնում եք, սա հրավիրեին մենակ ասենք բանի, ասենք Արամ Սարգսյանը ստերմիներ։ Սրա ինչ ցեղասպանություն։ Փալեք մոռացեք, ինչ կապ ունի մեզ հետ ինչ կանեն։ Առևտուրապետ, փողապետ, իրենց փողապետ։ Հա։ Բայց ասենք մի քիչ որակով քաղաքական գործիչներից, վերծաբաններից, քաղաքագետներից ոչ մեկ չկարողացավ նման հիմարություն պնդեր։ Որը նշանակում է մի բան։ Չէ, տապալվել ես Փաշինյան Նիկոլ, բոլոր ճակատներում տապալվել ես։ Դու կարողացել ես ապահովել մի բան։ Արցախի դատարկում եւ ցեղասպանություն 21-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ։ Որի համար իհարկե դու պատասխան տալիս։ Ես իհարկե ավելի բան ունեի ձեզ ցույց տալու, բայց մեր ժամանակը արդեն ունեն 1 ժամ 31 րոպե արդեն այդ խոսում ենք, երբ այսքանով էլ ավարտել, դա մնացեք։